Բարի լույս էլի բարեկամներ, բարի առավոտ, օրը բարի է Փարտիրոջը, այս հրաշալի օրվա համար եւ մենք շարունակում ենք մեր եթերը, աղոթքի եւ հաղորդակցության ժամ, Աստծո խոսքի շուրջ զրուցելու, վերնուծելու, խորհելու ժամ, իսկ դա շատ կարևոր է մեզ համար։ Այսօր մեզ միացել է մեզ էլի Վարդան եղբայրը, Վարդան Գևորգյան եղբայրը, նա Էլ Բեթել եկեղեցու հովի օգնական, հովիվ հրաշալի Աստծո մարդ, հաճելի ընկեր, կարելի ասել, եւ զրուցակից։ Շատ լավ զրույց ունեցանք միջև մեր եթերը, այնպես որ մենք արդեն սկսում ենք լցվել Սուրբ Հոգով, որովհետեւ Սուրբ Հոգով լցվում ենք միայն այն ժամանակ, երբ որ խորհում ենք Աստծո խոսքի շուրջ եւ սիում ենք խոսքը եւ պահում ենք խոսքը եւ ունենք մեր սրտերի մեջ։ Իսկ դա կոչվում է լցվել Սուրբ Հոգով։ Ես վստահ եմ, որ մեր Վարդան եղբայրը 100% համաձայն է, չէ՞ Վարդան եղբայր։ Վարդան եղբայր, բարի ես եկել եւ շատ շնորհակալ ենք, որ ընդունեցիր մեր հրավերը եւ այսօր եկար այստեղ Տիրոջ խոսքից կիսվելու մեզ հետ, մենք սիրով քեզ լսում ենք եղբայրս։ Շատ շնորհակալ եմ Աբրահամ եղբայր, շնորհակալ եմ հրավերի համար եւ շնորհակալ եմ, որ ունենում ենք ժամանակ հնարավորություն կիսվելու այն հայտնություններով, որ Աստված մեզ տալիս է։ Ես հավատում եմ, որ ամեն Աստծո մարդ, ամեն Աստծուն ծառայող մարդ ինքը էլի եմ երևի ասել, ինքը միշտ ունի իր ասելիքը։ Ամեն։ Մի անգամ ծառայություն կար եւ սպասավորը մոտենում էր մի քանի եղբայրների եւ հարցում էր կգաք խոսակ, կկիսվեք խոսակ եւ այլն եւ շատ-շատերը пассив էին ու այդ ժամանակ մի հատ բան հասկացա, հենց նախ իմ համար, ոչ թե ինչ-որ մեկին համար, այլ հասկացա, որ գիտես, մենք միշտ պետք է ունենանք ասելիք ասելու մեր Տեր Հիսուսի մասին։ Եթե անգամ այդ բանին ես պատրաստ չեմ ինչ-որ հատուկ ուսուցչական քարոզչություն անելու, բայց ես պետք է պատրաստ լինեմ ինչ-որ մի քանի բառ իմ Տիրոջը գովերքելու համար գոնե ասել։ Կյանքի պատմությունից, փորձառությունից, չէ՞։ Այնքան բան կա, ապրումներից, առօրյա վկայություններ եւ այլն, որոնք որ լսարանիդ մեջ կբարձրացնեն Հիսուսի անունը, իսկ ինքը արժանի է։ Ամեն։ Ես միշտ ասում եմ այս խոսքը, որ եթե քրիստոնյան չունեցավ պատմություն, չէ՞, մարդիկ, ամեն մարդ, երբ որ իրար հետ սկսում են շփվել, հաղորդասան, ամեն մեկը իր պատմությունն է մեջտեղ բերում։ Կերտվում է իրանց մեջ։ Այդ պատմությունը պարտադիր պետք է կերտվի, եթե չունի պատմություն Աստծո հետ հարաբերության, Աստծո խրատի, վերջապես ճանաչողությանը, ճանապարհին, ինքը ոնց կարելի ասել, որ հոգևոր կյանք ապրում։ Կա sense մի հատ ցավալի իրականություն, երբ որ մարդը լսում է Աստծո մասին, հավանում է Աստծուն, սիրում է Աստծուն եւ գալիս է Աստծուն, գալիս է դեպի Աստծուն եւ թեպետ բերանով ասում է, որ Տեր իմ սիրտս տվել եմ քեզ, տալիս եմ քեզ, բայց իրականում իր կյանքը նման է լինում նրան, որ ինքը ապրում է իր առօրյա կյանքով, դժվարություններով ու ընդհանրապես գումարել է Հիսուսին հետ ամեն ինչի հետ։ Սա եմ ասում, որ այն ինչ Աստված է ուզում է, որ մենք ամբողջական նվիրում ունենանք, մենք ամբողջական սիրտ տանք իրան։ Համաձայն։ Հասկացել եմ կյանքը, որ ձեռի հետ եղած ոչ մի բան չի աշխատում։ Իհարկե։ Հոգևոր կյանքում, աստվածպաշտության կյանքում, եթե ինչ-որ մի բան անում ես ձեռի հետ, դա չի աշխատում։ Դա աշխատումը կարող է ինչ-որ բաներ լինի, ստացվեն, բայց դա չի ունենալու իր այն բուն արդյունքը, որ պետք է ունենա։ Դրա համար ոնց նայում ենք ամբողջ Աստվածաշնչի կոնտեքստում, այն ինչ Աստված մարդուց է, եթե ասենք պահանջում, то есть մարդու կողմ Աստծո նկատմամբ, երբ որ նա ընդունում է, երբ որ մարդը ընդունում է Աստծո մեծագույն սերը, Աստծո մեծագույն շնորհը, մարդու կողմն է ամբողջական տրվելու դրան, ոչ թե մասնակի։ Այն մասնակի օրինակ միտեղ Հիսուսը ասում է, որ ամեն օր գալիս է իմ հետևից ձեր ձեռը դնում է մաչին եւ հետ անայում, հա։ Հարմար չի, հարմար չի, չի ասում չի փրկի, ասում է հարմար չի Աստծո արքայության համար։ Այս մարդը դեռ բան ունի անցնելու, մինչեւ հարմար լինի ամբողջությամբ արքայությունը տարածելու համար կամ Աստծո գործի մեջ մտնելու համար։ Եվ դրա համար սա շատ կարեւոր է, որ ինչից որ սկսանք ամեն մարդ, ամեն Աստծուն ծառայող մարդ պետք է ունենա իր ասելիքը եւ ես նույնպես շնորհակալ եմ այսօր իմ հերթն է։ Այսօր ես ունեմ իմ ասա եղբայրելու պատմիր մեզ քո պատմությունը։ Ամեն։ Փառք Աստծուն, Աբրահամ ջան, ես էլ եմ կողմից շնորհակալություն ասում այս հնարավորության համար, որ ընձեռնում եմ։ Անկամ երբ որ շատ պատրաստ չենք լինում, սա մեզ դրդում է, որ
այն հայտնությունները, որ ստացել ենք ու չենք, ասենց ասած, էփենք ու գանք կիսվենք, որովհետև այն ինչ Աստված տալիս է, ասում է, պարգևները, որ Աստված տալիս է, առասարակ տալիս է ամենքի օգտի համար։ Եթե ես պարգև եմ, ես պետք է լինեմ բաց ամենքի օգտի համար, իմ պարգևի չափով։ Եթե այսքան եմ Աստված ինձանից այսքան դեռ չի պահանջելու։ Եթե դու պարգև ես ու մենք քո պարգևից օգտվում ենք։ Մենք բոլորս պետք է բաց լինենք, որ մեր արածով, մեր խոսածով, մեր քարոզածով, մեր ցույց տվածով, դեպս մենք սիրուն երևում ենք, բայց ոչ փառք Հիսուսին գնա։ Ամեն։ Այդ գեղեցկությունն էլ է նրանից։ Ամեն։ Մենք գեղեցիկ ենք, ինչ։ Աստված մեզ տենց է ստեղծել, որտեղ իր պատկերը գեղեցկագույն է, եւ մենք իր պատկերով ստեղծված ենք, բայց անգամ սենց երբ որ մենք գալիս ենք, մենք պարտ ենք, ոչ փառքը պատիվը մեր Տեր Հիսուսին կա։ Ամեն։ Ամեն։ Տերը օրհնի, եթե թույլ կտաք սիրով։ Այսօր նույնպես խոսալու եմ մի հայտնությունից, որը որ ժամանակներ առաջ հետաքրքիր ձևով Աստված ուշադրությունս դրեց Դանիելի գրքի վրա առհասարակ եւ հայտնությունը մոտավոր սենց էր, խեմ ասում մոտավոր, որտեղ երբեմն մենք հայտնությունը ստեղ ենք ստանում եւ վեր ենք ասում դա բարերի, մեր բարերով ենք վերածում։ Դրա համար մի անգամ մեկը ասեց հայտնությունը դու խես ասում մոտավոր, կարծեմ սենց բան։ Դե ասում եմ, որովհետև Աստված ինչ չի եկել բառացի բառ առ բառ խոսացել, որ ես նույնը կրկնեմ։ Հայտնությունը դնում է սրտիդ մեջ։ Առհասարակ որ մենք մի բանի մասին խոսում ենք, ասում ենք եւ ես լսեցի Աստծուց կամ Աստված ինձ ասեց, հո մենք sense բառացի գուցե մեկը բառացի լսում էր, Մովսեսի հետ Տերը խոսում էր, բայց ժամանակ իմ հետ հիմնականում Աստված դա դնում է իմ սրտում եւ ես որտեղ ես գիտեմ որ օրինակ կամ դուք ինչպես կարող եք իմանալ դա Աստծուց է։ Օրինակ ես ինձ sense եմ քննում, եթե ես դա երբեւէ որևէ մեկից չեմ լսել, եթե դա Աստվածաշնչյան կոնտեքստի մեջ է ու ինքը բարձրացնում է դրանով Հիսուսի անունը, միանշանակ դա Սուրբ Հոգուց է։ Եվ դա նրա համար է, որ հիմա ժամանակն է, որ դրա մեջ էլ եմ։ Հետո մի ուրիշ հայտնություն, եւ ուզում եմ ասեմ, որ բոլորի համար կա այդ ամեն ինչը եւ երբեք Աստված չի սահմանափակել։ Ինչ որ մեկին, որ վերջ, դու արդեն հասել ես, դու էլ հայտնություն չես ստանալու։ Սուրճի ապարատն էլ համամիտ մեր հետ կարծում եմ։ Եվ դրա համար այն ինչ Աստված դրեց իմ սրտում այս վերջին ժամանակները դա այս ամբողջ բազմազանության, այս քրիստոնեական հավատքի, քրիստոնեական ապրելակերպ, մտածելակերպ ամեն ինչի մեջ կապված էր այն ինչ դրել Աստված կապված էր մեր սրտի վիճակի հետ եւ Տերը ասեց ու սենց ասում ասեց դրեց իմ սրտում որ ես ուսումնասիրեմ մի հատ նորից Դանիելի գիրքը, Դանիելի մարգարեության գիրքը եւ ասեմ դες որ ես մի ամիս ամոթ նայում եմ, մտորում եմ եւ երբեք ես տենց չէի պատկերացրել եւ տենց չէի տեսել ոնց իրականում կա եւ ես չեմ սահմանափակում եւ ասում եմ որ ճիշտ չի սահմանափակվել որովհետեւ Աստված ամեն ինչի մեջ Աբրահամ ջան միշտ ունի քեզ ավելին տալու դրա մեջ ավելի խորացնել դա իր մեջ նաեւ հավիտենության էլեմենտ ունի ամեն Ամենօր հավիտենության մեջ մենք ճանաչողության մեջ հիացմունքի մեջ միշտ լինելու ենք։ Ամեն հիմանա։ Ամեն։ Սամոսելքուն ասում է փորձիր ինձով Աստված եւ ճանաչիր իմ սիրտը։ Կասես թիվը։ Սամոս 139:23-24-ն է։ Հետո ասում է քննիր եւ ճանաչիր իմ մտածմունքները եւ տես, թե որ չար ճանապարհում լինեմ եւ առաջնորդիր ինձ դեպի հավիտենական ճանապարհը։ Մինչև Դանիելին անցնելը կասեմ, որ ժամանակները առաջ հիշում եմ իմ ներքին սենյակում աղոթում եւ կարդում էի Աստվածաշունչ եւ այս տեղերն էի կարդում եւ երբ որ հանդիպեցի այս խոսքերին սա շուտվա պատմություն է, բայց ամբողջ կյանքս հիշելու պատմություն է։ Ես վերցրեցի ու այս նույն աղոթքը արեցի Աբրահամ ջան։ Ասի Տեր, հիմա այս ամբողջությամբ բացվում եմ քո առաջ, իմ սիրտն եմ բերում քո առաջ, խնդրում եմ քննիր ինձ ճանաչիր իմ սիրտը, տես այն ինչը որ ճիշտ չի, դա երեկո է եղել։ Ինչ որ ճիշտ չի, շտկիր, ուղղիր։ Եվ խորհուրդ կտամ դուք էլ անեք այդ աղոթքը։ Եվ գիտեք ինչ կատարվեց։ Հաջորդ ամբողջ օրը օրվա վերջ ես արդեն խնդրում եի, որ այդ օրը բրծնի։ Այնքան բաների միջով անցա։ Շատ վախենալու աղոթք է։ Լավ իմաստով է։ Լավ իմաստով եւ դա պետք է։ Քաջի աղոթք։ Դու քաջը կարեք ես աղոթքը։ Եվ այնքան բաների միջով անցա, որ ես օրվա վերջ եկա եւ հասկացա, շնորհակալ եմ Աստծուց այդ ամեն ինչի համար։ Շնորհակալ եմ նախ նրա համար, որ գիտես Աստված իրան հերո չի պահում քո թերությունների պատճառով։ Աստված իրան քեզանից հերո չի պահում, որ դու ինչ-որ մի բան ճիշտ չգիտես կամ ճիշտ չես համստեղ, Աստծո գեղեցկությունն է։
որ process աղոտ կարեցի եւ տեսա հաջորդ օրը մեկը եկավ նի за что տեղը ավտոյից դեմը փակեց այն ուզում է ասեն գիր բայց օբշի ճանապարհա գնում ենք ասեն անենց պարանորմալ երևույթներ որ ոչ մի ձև չի տեղավորվում բայց ես այդ ամեն ինչ մեջ տեսնում եմ իմ սիրտը եւ տեսնում եմ իմ սրտի վիճակը տեսնում եմ իմ ռեակցիան իմ բորբոքում իմ ամեն ինչը ես դրա համար շնորհակալ եմ Աստծուց Եթե ուզում ես իմանաս որքան լավ հոգևոր ես այո քո ավտոմեքենա քշելու ժամանակ ավտոմեքենա վարելու ժամանակ կհասկանաս ես դրանց համար եմ ասում ովքեր վարում են այո լրիվ բան չէ դաչիկ ասենց իմանաս քո ռեակցիաներից բռնել ինձ դրա մեջ շատ պատկերացնում ես այդ ժամանակ այդ օրը որ вообще տեսա ու հասկացա որ մի անգամ քշում էի մի քիչ արագ էի քշում մի քիչ sense արանքներով բանով կինս ասեց գիտես սիրելիս մեքենան էլ պետքա հոգևորին վարես ասի հա հիմա շտապում բայց հետո մտածեցի ինչքան մտորում եմ այո եւ ամեն ինչը մեր պետք է լինի համապատասխան Աստծո որդու Արջևս մի բեռնատար էր կանգնած եւ կանաչը սխմը միացավ եւ խաչմերուկիը պետքա գնա չի գնում Հիմա ես սիգնալ եմ տալիս այս վարորդի իջավ ասեց այ ախպեր չեմ կարող աշխատացնեմ խնդիր կա ինչ ես այդքան Ընենց վատ զգացի ես իրան ինձնից ավելի հոգևոր պատկերացրեցի ինքը ավելի իրան ճիշտ բայց չէ քան երբեմն մենք ենք մեզ ճիշտ բան հա ճիշտ պատահմատս դեպքեր եւ թեմայի մեջ այս աղոթքը կարակ անեք ժամանակ թող Աստված բացի այն ինչը որ տեղ կա մեր կյանքում որ մաքրվի որտեվ հեսա էլի կնենք ոնց ուզում ես նայ Աստված այն որ վակրուկ օկլա ասում են հա Աստված քո սրտի հետ գործ ունի առասարակ մարդու սրտի վիճակի հետ գործ ունի եւ Աստված որ նայում է քեզ քո սրտի վիճակով է նայում Դանիելը լավ էր ասում նա գիտի մութի մեջ եղած եւ լույսը նրա հետ է բնակվում նրա առաջ ծածկված ոչ մի բան չկա եւ եթե մի բան էլ հայտնում է պապայավարի որպեսզի քեզ խրատի եւ օգնի որտեղ նա սիրող հայր է Իրականում կարանք ասենք որ օրինակ ես էլ երբ որ շատ հաճախ սիրում եմ այս ինչ որ դու ասեցիր սիրում եմ բացահայտել եւ երբեմն մենք կարծիքներ ենք կազմում մեր մասին չէ ասենք դե էսի հա դե ես սրտով չարեցի այս բան ասեցի սրտով չէր սուտ հա դեռի սուտ ու բայց երբ որ սկսում ես խորանալ եւ բացահայտել նկատում ես որ ինչքան թաքնված կեղտոտ մոտիվացիաներ կան մեր մեջ չես պատկերացնի վա համաձայն եմ կեղտոտ մոտիվացիաներ որ թաքնված է այո ու դու իրան պետք է բացահայտես լույսի առաջ բերես հարցը լուծես այո լույսի առաջ գալու մասին է խոսքը ինչ որ դու ասում ես այո եւ ամեն հենց այս աղոթքը դրա համար է Սամոս 2-ն անում եւ ես նորից եմ ասում սա բարբերաբար մեր անելու աղոթքները ժամանակ ասում եմ որ Տեր ես սա եմ գիտես չեմ համակերպվում սրա հետ օգնի շտկիր բաց բայց սա կարող ենք ասել որ սա սիրել է պետք սկիզբը սիրելն է դու ճիշտ սկզբից ասիր համարձակի աղոթք համարձակվել է պետք է այդ քայլին գնալու պետք է հասկանանք որ դա մեր համար դեղամիջոց է միանշանակ դա մեր համար ճանապարհը մեկ մակարդակ ավելի բարձրանալու այսինքն մենք երկու տարբերակ ունենք կամ թմրան նյութ ենք ընդունում հոգևոր իմաստով կամ այդ վերքը մեջտեղ ենք բերում բուժվելու համար այո ամեն շատ զորավոր էր Եզեկիա թագավորի օրինակը երբ որ Սենեքերի նամակներ ուղարկեց Ենթադրենք այդ նամակները մեր սրտի հայտնված վիճակներ են, որոնք հաճելի չեն ոչ մեզ, ոչ մեր Աստծուն։ Ինչ արեց նա բարձրացավ Տիրոջ տաճարը, Տիրոջ տունը, Տիրոջ սրահը եւ փռեց Աստծո առաջ, ասեց. Ես համաձայն չեմ սրա հետ, Տեր, ես ունեմ զորավոր Աստված։ Եվ մենք նույնպես այս ամեն ինչը որ բացահայտվում է Աստված մեր կյանքում ունենք անելու, բերելու Աստծո առաջ եւ ասելու մենք համաձայն չենք սրա հետ։ Կա սա։ Պետք է ասենք սա կա, սա արկա է մեր կյանքում եւ խոսքիդ համաձայն սա ճիշտ չի քո առաջ խնդրում եմ օգնիր եւ հավատացած եղեք որ շուտահաս օգնությունը լինելու է Աստծո կողմանը ամեն խի սրտի վիճակից որովհետեւ ամեն ժամանակ Աստծո գործը մարդու հետ իր սրտի վիճակի հետ է մարդու սրտի վիճակից է կախված իր փոխհարաբերությունն Աստծո հետ մարդու սրտի վիճակից է կախված թե ինքը ինչքան խորը մուտք կգործի Աստված ճանաչողության եւ Աստծո հայտնությունների մեջ մենք դրա օրինակները կտեսնենք եւ եթե նայում ենք ամբողջ Աստվածաշունչը անընդհատ տարբեր թե 5 կտակարանում թե նոր կտակարանում Աստված մարդկանց թե հանդիմանում է նրանց սրտի չար վիճակի համար
թե շատ եզակի դեպքերում գովում է նրանց սրտի վիճակի համար։ Անանիա եւ Սապիրային Պետրոս Արաքյալն ասեց, այդ ինչ էր, որ միաբանվեցիք, որ ձեր սրտերի մեջ դրեցիք, որ Սուրբ Հոգուն սուտ խոսակ, դուք մարդու սուտ չխոսացիք, ապա Աստծո։ Սիմոն Մոգը տեսավ Պետրոսին եւ Հովանեսին, որոնք պարգև ունեին, ձեռք էին դնում եւ մարդիկ լցում էին Սուրբ Հոգով, փող բերեց եւ առաջարկեց, որ ինքն էլ ունենա դա։ Բայց մոտիվացիան սրտի դիրքը ճիշտ էր, Պետրոսն ասեց, տեսնում եմ սիրտդ անիրավության կապանքի եւ մաղձի դառնության մեջ, ապաշխարի դրանից։ Տեր Հիսուսը ապրում էր մի հասարակության մեջ հրաժողովրդի, որոնց ասում էր, գիտեք, մոտ 700 տարի առաջ, նույն թվերով եմ ասում, Եսային ճիշտ է մարգարեաց է, դուք շուրթերով եք ինձ պատվում, ձեր սիրտը վաղուց հեռացած զատված է ինձանից։ Մարդիկ մոտեցան Տեր Հիսուսին, ասում են, Տեր, նորմալ է, որ ամեն պատճառի համար ապա արզան թղթի կտորտամ կնոջից բաժանեմ։ Տերն ասեց, ի սկզբանե Աստված տենց չի ստեղծել։ Բա Մովսեսը խի գրեց, Մովսեսը ձեր սրտի քարը սրտության համար արեց։ Սրտերով եւ ականջներով չթլպատվածներ Ստեփանոսը հանդիմանեց ժողովրդին։ Եվ Պենտեկոստի օրը, երբ որ Պետրոս Արաքյալը լցված Սուրբ Հոգով ավետարան քարոզեց, մարդիկ սրտերում զղջացին։ Որոշ տեղեր սիրտ բառը գրած չի, գրած է իրանք իրանցում, բայց իրականում սրտի վիճակն է դա։ Եվ ասում են սրտերում զղջացին, ասին ինչ անենք մարդիկ եղբայրներ։ Ինչ անենք սեն ժամանակ։ Պետրոսն ասում է ելք, ապաշխարեցեք, ձեզանից ամեն մեկը մկրտվի Տեր Հիսուսյան ու մեղքերի թողության համար։ Եվ Սուրբ Հոգու պարգևը կընդունեք, որովհետև խոստումք հենց ձեր համար է, ու այն հեռավորներին դա էլ մենք ենք, որոնց մեր Տեր Աստվածը կկանչի։ Եվ երբ որ Սերմնացանի առակն են կարդում Տեր Հիսուսը Մատթեոսում, որ մեկնաբանում է առանձին աշակերտներին, ասում է եւ այն ամենից, որ լսում է արքայության խոսքը եւ չի իմանում, գալիս է չարը եւ սրտից է հանում խոսքը։ Կարանք մտածենք, որ խոսքը, որ մենք խոսում ենք կամ ավետարանը, որ նորահոգում քարոզում ենք, մենք գործ ունենք իր սրտի հետ։ Եվ ստեղ երկու դեպք կա, կամ ինքը իր սիրտը բացում է, որ այդ սերմը տեղ է պատրաստում այդ սերմի համար իր սրտում, որ այդ սերմը պտուղ տա, կամ ինքը փակում է եւ չարը գալիս է այդ սրտից հանում է։ Հիշում ես Հիսուսը մի բան ասեց, նա է այն սիրողը, ով որ իմ պատվիրանները ունի եւ նախ ունենալա պետք, բայց դա բավարար չի եւ պահելա պետք եւ դրանք պահում է։ Պահելը դա թաքցնել, ինչպես Դավիթն ասում, քո օրենքը թաքցրեցին, ինչ է պահելը շատ կարևոր է։ Այսինքն ունենալը դա դեռ չափանիշ չի։ Ունենալը կարամ ես ասեմ, ինքը իր գիտության ուղեղի մեջ, մտքի մեջ ունենալ դա, անգիրան դա, բայց պահելը ասած այդպես եւ իրականում գիտես, ամենայն ուժեղ գանձերը, ամենայն կարևոր գանձերը իրանք պահված են ինչ որ մի քարի տակ։ Ասում է նման արքայությունը մի վաճառական մարդու, հա, որ արտի մեջ գանձ գտավ, ինչ որ քարի տակ պահկված եւ գնաց ինչ ուներ ծախեց, եկավ եւ այդ գանձը գնաց, եւ այդ գանձը ես եւ դու ենք։ Եվ այդ մարդն էլ Տեր Հիսուսն է, որ թողեց ամեն բան, Փիլիպպեսներին ասում է, որ Աստծուն հավասարնելը բան չհամարեց, ունայնացրեց իր անձը մինչև ծառայի կերպարանք առնելով մարդու նման, այսինքն ամեն բան թողեց, հորժարվեց մահվան, ենել խաչի տառապալից մահվան։ Նաև այս գաղափարը շատ կարևոր է, ինչ որ թանկ է, դա պահվող է։ Այսինքն դա է որոշում, քեզ համար թանկ է, թե թանկ չէ։ Այսինքն պահելն է որոշում։ Դու նրան արժեք ես տալի, թե չես տալի։ Ես ասում, այո։ Այսինքն ինչքանով դու իրան պահում ես ու ինքը դրանով է ինքը քո համար արժեք ունի։ Այո։ Հետաքրքիր է։ Շատ լավ բան ես ասում, այո։ Եվ նույնը կարանք հենց Աստծո խոսքի հետ վերաբերմունքով ասենք։ Ինչքանով ես պահում եմ, շատ լավ միտք արես, ասեցիր։ Այո, ինչքանով ես պահում եմ Աստծո խոսքը, այնքանով ինքը արժեք ունի իմ համար, ինքը թանկ է իմ համար։ Եվ խոսքն է, որ մեր սրտերը լուսավորում է, չէ՞, այսինքն մենք խոսքին չենք պահում նրա համար, որովհետև ուղղակի պահում ենք, մենք հասկանալով ենք պահում, որովհետև գիտենք, որ նա գործող է, նա աշխատող է, ակտիվացող է։ Ամեն, որովհետև Տեր Հիսուսն ասեց խոսքերը, որոնք ես խոսացի, հոգի եւ կյանք են, իրանք պրոստը դոգմա չեն, իրանք պրոստը դոկտրինա չեն, ուսմունք չեն, նրանք կենթանի են եւ գործում են, ինչպես մյուստեղ ասում է Երեքսայրիսուրից կտրուկ Աստծո խոսքը, թափանցում է մարդու հոգին, շունչը եւ ծուծը։ Դու նկատում ես, որ որքան մենք գնահատող ենք խոսքին, այդքան նա ակտիվանում է մեր կյանքում։ Ամեն, ամեն եւ ամեն։ Վաու։ Ամեն եւ ամեն։ Քնում ես եւ արթնանում ես, ինչ որ բան փոխվել է քո մեջ։
Ինչքան դու հավատք ես դնում այդ խոսքի վրա, ինքը այդքան է աշխատում։ Դրա համար Հիսուս շատ ժամանակ ասում էր, անգամ մարդկանց, ովքեր տեսնում էին այդ բանը Հիսուսին հրաշք անելուց, ինքը ասում էր, թե ինչ-որ մի հարցով մոտենում է, կհավատաս, որ ես դա կարամ անեմ, որպեսզի իմ խոսածածը էֆեկտիվ լինի, որպեսզի իմ արածը էֆեկտիվ լինի, քո հավատքը նույնպես պետք է ոստեղ լինի։ Դե հավատքը դրանով նաև դրանով է պայմանավորված։ Այո, հավատքը ապացույց ունի։ Շատ լավ, անդրադառնանք մեր բուն թեմային, դա սիրտ, որին հավանում է Աստված։ Մենք գալիս ենք Դանիել Մարգարեի գիրքը եւ առաջին գլխում տեսնում ենք, որ Հուդա Եհովակիմ թագավորի ժամանակ այն պատճառով, որ Իսրայելի ժողովուրդը իրանց Եգիպտոսի ծառայությունից, ստրկությունից հանած Աստծուն միակ նրա օրենքները մերժեցին, նրան զանց արեցին պատվիրանները, նրան մերժեցին, այսպես ասած, այդ Աստծուն մերժելու պատճառով այդ թագավորի ժամանակ գերի տարվեցին քիչի, Պարիսպը, տաճարը ամբողջը քանդվեց, այդքանի քիչի սեփարանի գանձերը, որոնք պետք էր պահվեին, տարան դրվեցին Նաբուգոդոնոսորի չաստվածի տանը, հա? Հավասար, այո, որտեղ իրանց համար դա նույն արժեքը ուներ։ Դա էլ է սրտի հետ կապված։ Այո, միանշանակ սրտի դիրք է։ Եվ այդ ժամանակ թագավորը հրաման է տալիս, որ գտնեն պատաններ, երիտասարդներ, ովքեր արքունիքում թագավորական պալատում կանգնելու հմտություն, կարողություն, գիտություն, իմաստություն ունեն։ Ես շատ պատմություններ չեմ պատմում, որովհետև թե մուլտերով, թե կինոներով գոնե տեսել ենք, հուսամ, բայց կարդացել եք եւ կարդում եք Աստծո խոսքը։ Մանկական Աստվածաշնչով կարդացել։ Շատ կա դրա մասին մուլտեր։ Չգիտեմ, խին Դանիելի պատմությունների վրա շատ մուլտեր անում, բայց ինքը իրականում շատ խորը գիրք է։ Շատ իրոք։ Եվ գտնվում են Դանիելը եւ 3 պատաններ, որոնց անունները հետո կոչվում են Սեդրակ, Միսակ, Աբեդնագով, եւ թագավորը իրանց համար որոշում է ռոճիկ, որոշում է իր սեղանից կերակուր եւ որոշում է իր խմելիքից գինի։ Եվ գրված է, որ Դանիելը որոշեց իր սրտի մեջ, ամեն բան կինոն սկսում է այս որոշումից։ Լավ ասեցի։ Որոշում է իր սրտի մեջ, որ իրան չպղծի թագավորական այդ ամեն կերակուրներով եւ այդ խմելիքներով, որովհետեւ հեթանոս մարդիկ էին, հավանաբար կային այնտեղ անմաքուր ուտելիքներ, որոնք որ հրեա մարդու համար դրանք միանշանակ անընդունելի էին եւ Աստծո կողմաներ որ Աստված նայում է մարդու սրտի դիտավորությանը, նա դա անում է, որովհետեւ պետք է անի, ինչպես դու ասիր, թե նա դա անում է, որովհետեւ դա արժեք ունի իր համար։ Նա պահում է դա, որովհետև բոլորն են տենց անում, թե նա պահում է դա, որովհետև գիտի, որ իր Աստծուն դա հաճելի չի։ Ստեղ լիքը բան է փոխվում։ Սա սցենարը կինոյի փոխվում է։ Եվ իրանք պահեցին դա, եւ այդ մարդը, որ իրանց տիրություն էր անում, ասեց, ախր կարող է իմ Տերը տեսնի, որ դուք այդ սեղաներից չեք օգտվում եւ իմ համար լավ չլինի, բայց Դանիելը խնդրեց 10 օր փորձի։ Մեզ դուր ասեց ընդամենը ընդեղ են, մի թարգմանություն ընդեղ են ասում է կբանջարեղեն են ասում, բայց իական չի։ Կարևորը որ իրանք բնական բուսական ցակման բաներ էին եւ ասում է գինի տեղել ջուր դուր եւ 10 օր հետո կտեսնես եւ նա տեսնում է որ իրականում արդյունք կա։ Եվ դրանից հետո այդ որոշումից հետո գրված է եւ Աստված այսօր տղերանց գիտություն եւ հանճար տվավ ամեն դպրությունում եւ իմաստությունում։ Եվ Դանիելը հասկանում էր ամեն տեսիլք եւ երազ եւ այն օրերը վերջանալուց հետո թագավորը հրամայել էր նրանց բերել այն ժամանակ ներքնապետը բերավ նրանց Նաբուգոդոնոսորի առաջ եւ թագավորը խոսեց նրանց հետ եւ նրանցից մեկը չգտնվեց Դանիելի, Անանիայի, Միսայելի եւ Ազարիայի պես եւ նրանք կանգնեցին թագավորի առաջ եւ իմաստություն, գիտության վերաբերյալ ամեն բանում որ թագավորը հարցնում էր նրանցից, թագավորը նրանց տասնապատիկ գերազանց էր գտնում իր բոլոր թագավորությունում եղող մոգերից ու հմայողներից։ Եվ Դանիելը մնաց մինչև Գյուրես թագավորի առաջին տարին։ Նրանք տասնապատիկ իմաստություն, ես կարամ սենց տեսնեմ Աբրահամ ջան, որ այդ ժամանակ այդ սրտի ճիշտ դիրքի հետևանքով Աստված օրհնեց եւ իրանց տվեց կոնկրետ պարգև, որը որ պետք է ծառայի եւ իր ժողովրդին եւ ի հայտ գա ի փառք Աստծուն։ Ամեն։ Շատ հետաքրքիր է, եթե զուգահեռներ տանենք, օրինակ ոչինչ որ սենց զրույցի պես։ Ես փորձեմ բանի մտքից միտքը պայեմ եկա, բայց օքեյ է։ Տես դու կարդացիր այդ մասը, որ նրանք հրաժարվեցին ուտել, դրա հոգևոր խորհուրդն էլ կա, այսինքն այն իմաստով, որ որքան էլ համեղ ուտելիքներ էին, բայց նրանք իրանց մենյուն ունեին, կարելի ասել, հա, կերակրացանկը եւ նրանք չշեղվեցին այդ
Երակրացանկից, այսինքն սնունդ նաև հոգևորի իմաստով, հա։ Այսինքն փոխեցին փոխեցին, այսինքն համեղ երկրայինի հետ։ Այո, այսինքն աշխարհն էլ հոգևոր իմաստով իր սնունդ ունի։ Այո, եւ միշտ հրամցնում է։ Եվ գայթակղիր զվով տալիս։ Նա համեղ շատ բազմազան, բայց իրենց սնունդը, այսինքն չկորցրեցին։ Իրանք իրենց հոգևոր մասը, որից կախված է փոխհարաբերություն Աստծո հետ, դա չփոխեցին ոչ մի ամոթ։ Դա շատ կարևոր է։ Այո, ոչ մի ամոթ սնունդ չփոխեցին։ Եթե նայենք իրականում Նաբուկոդոնոսորը աշխարհակալ էր այդ ժամանակ։ Եվ օգտվել աշխարհակալի սեղանից դա մի յուրահատուկ պատիվ է։ Դու որ ասես թագավորը ինձ պատիվ արել նստեմ իր սեղանի կերակուրներից իր հետ ճաշեմ, բայց ես հրաժարվեցի, կասեն խելքը թրցրել ես։ Այսինքն այն ինչից մենք երբեմն կարդում ենք կամ մուլտիկում նայում ենք թեթև է երևում, բայց այն ինչից իրականում իրանք հրաժարվեցին ինքը փոքր բան չէ, իհարկե։ Ինքը շատ ավելի մեծ բան է, քան այսօր չմեկին հանդիպած գայթակղությունը։ Եվ այդքան մեծ բանից ինքը հրաժարվեց ու իր հետի իր ընկերները նույնպես բառացի գրած չի, բայց միանշանակ իրանք մնացին սրտի ճիշտ դիրքի մեջ Աստծո նկատմամբ։ Եվ որն էր աստվածային պատասխանը, երբ որ ես եւ դու մնում ենք ճիշտ սրտի դիրքի մեջ Աստծո նկատմամբ, հնարավոր չի որ դա անպատասխան մնա։ Աստված պատասխանում է միանշանակ դրանից հետո տալով Դանիելին պարգևներ, այն տեսակի պարգև, որ ինքը գտնվեց տասնապատի գերազանց ոլորտում գտնվող բոլորից։ Ամեն։ Եվ հաջորդ քայլը, հաջորդ գլուխը որ այս առաջինը տեսանք ու հասկացանք, մեծ գայթակղություն Դանիելը մերժեց, որոշեց իր սրտի մեջ չպղծել իրան թագավորական։ Այսօր քանիսներս ենք որոշում անընդհատ ու ամեն օր մեզ հանդիպած գայթակղությունների հանդեպ որոշում չպղծել մեզ այս աշխարհի կերակուրը։ Կամ այսպեսի հարց տանք, ինչ ենք ուտում մենք։ Հոգևոր իմաստ։ Այո։ Ինչին որ դու տալիս ես քո ականջը եւ տալիս ես քո աչքերը, ինֆորմացիա մտնող աղբյուրները դրանք սնունդ են, այո։ Եվ դա շատ կարևոր է, որ այդ սնունդը ճիշտ տեղը լինի եւ ճիշտ աղբյուրներից գա, մաքուր աղբյուրներից գա, որտեղ ինչքան կեղտոտ պղտոր աղբյուրից գա, այնքան լավի հետ վատն էլ է խառնված լինելու։ Սովորական բան։ Թվում է թե հոգևոր միջավայրում ես, բայց լսում ես բամբասանք։ Լավի հետ վատը եկավ։ Կամ լսում ես ինչ որ մեկի մասին կարծիք, որը նրան արժեզրկում է ինչ որ մեկի աչքի առաջ, հա, սա կեղտոտ կերակուր է, որը մտնում է քո օրգանիզմ, եւ սրանց դեմը առնել է պետք եւ սրանց կանգնացնել է պետք։ Եվ երկրորդ գլխի մեջ մենք տեսնում ենք Նաբուկոդոնոսորի, որ կներես մի բան, սիրով, նայ, օրինակ կան ուտելիքներ, մասի տեսակներ, որ հրեաներին կարելի է դա ուտել։ Մաքուր, բայց որքանով ես դու վստահ, որ այդ կերակուրները, որոնք պատրաստված էր թագավորական, այսինքն արքունիկում, մաքուր է։ Եվ գուցե քեզ խաբում են, որ մաքուր է, բայց մաքուրի տեղը տալիս են քեզ պիղծ կերակուր, ու դու չես իմանում դրա մասին։ Հասկանում ես, այստեղ նուրբ բաներ կա։ Երբեմն աշխարհը կարա քեզ տա բաներ, թվա թե լավն է, մաքուր է, այսինքն սրա մեջ չի կարա լինի, այսինքն այդ պղծության բանի, բայց ինչ գիտես իր ներքի խոհանոցում ինչպես է պատրաստ։ Սրանք սա լուրջ հարցեր են, որ պետք է վերանայել։ Ես ասեմ, կներես ընդհատել։ Չէ, սիրով շատ ճիշտ բան ասցիր։ Ենթադրաբար եւ հավանաբար ներքին խոհանոցում այն կերակուրները, որոնք թագավորները ուտում էին, դրանք իրանց չաստվածներին եւ իրանց կուրքերին արած զոհի մսեր էին։ Տեսա՞ր։ Դա պատմական մենք բառացի գրաշ ենք տեսնում, բայց դա պատմական կա, եւ թագավորներ, կուսակալներ կային, որոնք իրանց Աստծուն մենք ոնց ենք, մեր Տիրոջից գոհանում այն կերակուրների համար, որ Տերը տալիս է վայելում ճաշակով, նրանց համար պատվելի էր իրանց կուրքի առաջ զոհ անել եւ այդ մսերը տանել իրանց խոհանոց եւ հետո օգտվել, դա պատիվ էր իրանց համար։ Եվ հավանաբար իրանք գիտեին դրա մասին եւ նման կեղտոտ բանի մասին։ Ստե ոչ միայն խոզի մսի հարցն է, որ իրանց անթույլատրել էր, այլ նաեւ թե ում առաջը դա զոհ արվել։ Ինչ ձև է մորթվել, ինչ զոհ է, գուցե զոհը, ինչպես դու ասացիր։ Այո, հիմնականում տենց ռիտուալ ունեին իրանք եւ ստեղ ոչ թե միայն այդ կերակուրը ուտելու պահն, այլ դրա հոգևոր զոհի պաշտամունքին մասնակից լինելու փաստն է, որից իրանց զերծ պահեցին։ Եվ Աստված շատ մեծ օրհնեց իրանց։ Դա շատ սկիզբը զգում ես, ինչ կարևոր է։ Սկիզբն է կարևոր։ Սկիզբը որ ճիշտ սկսում ամեն ինչ ուղի գնում։ Եվ երկրորդ գլխի մեջ հետաքրքիր է, որ հիմա կա Դանիելը եւ կա իր 4 ընկերները, ովքեր Աստծուց գերբնական պարգև ունեն։
Եվ այդ պարգևի մասին ոչ մեկ չգիտի։ Թագավորը տեսավ հարցեր տվեց, 10 հատ պատասխանեց Դանիելը, մի հատ պատասխանեց ինչ որ մատ քաղդեացի։ Թագավորը դա տեսավ, բայց ժողովրդի մեջ դա հայտնի չի։ Ուզում ասեմ, այս երկրորդ գլխի մեջ Աստված ցույց է տալիս, որ այն ինչ որ դու ունես, եթե դու պարգև ես Աստծուց եւ քո միջավայրի մեջ դու բացահայտված ես, Աստված անելու ամեն բան, որ դա բացահայտվի։ Հիմա այս Նաբուգոդոնոսորը երազա տեսնում։ Ու կանչում է, ու այդ երազը այնքան գերբնական էր, այնքան աստվածային նշмарով էր ինքը սենց մեր բառերով ասում է, այնքան աստվածային միտում կար այդ երազի մեջ։ Ձեռագիրը, այո, որ դա ոչ մի սցենար չէր կարա տենց սցենար գրել կամ տենց նկարագրել, որ ինքը տենց սարսափ ապրել, ինքը պրոստը իր գլխի մեջ իր պարկած տեղը տեսնում է մի հատ արձան։ Դա արձան է, էլի ինչ կա դրա մեջ։ Երբեմն տեսիլ կամ հայտնություն, երբ որ մենք տեսնում ենք, դրա հետ գալիս է զգացողության մի աստիճան, որից որ կախված է լինում այն նյութի կարևորությունը, որը մենք տեսնում ենք։ Եվ կոնկրետ Նաբուգոդոնոսորի պարագայում այդ արձանը, որ ինքը տեսավ, այնքան սարսռեցնող, այնքան ահավոր երևույթ էր, որ ինքը չէր կարողանում իր տեղը գտնել, որովհետև ինքը հասկանում էր, որ երկնային ինչ որ մի ուժ երկնային, հա, Աստված կա, ով իրան կոնկրետ բան է ուզում հայտնի, բայց ինքը չի կարող դրա պատասխանը գտնի։ Բերեք բոլոր մոգերին, այնտեղ քաղդեներին, բախտնայողներին, չգիտեմ, իրանց վհուկներին, թող հետաքրքիր բան ասում, թող պատմեն երազս, հետո մեկնեն։ Խի է տենց ասում, որովհետև երբ որ մեկը լինի ով պատմի այն ինչ ինքը տեսել է, հետո մեկնի, դա կխոսա նրա մասին, պարզ որ ինքը տեսել, ինքը գիտի ինչա պատմում, ինքը պրոստը հորինող չի։ Եվ եկան մոգերը վախեցած ժամանակը քիչ է մնում։ Կեժամ ունենք, շատ լավ, կհասնենք։ Եվ եկան մոգերը վախեցած ու ասում են, թագավոր, հավիտյան կաց, դու ախր հենց բան ես ուզում, որ ոչ մի մարդուց, ոչ մի թագավոր եւ իշխան նման բան չի ուզել։ Եվ ինքն ասում է, դուք ուղղակի ժամանակ եք կորցնում, դուք ոչ տեսնող եք, ոչ բան, ու սկսում է հետաքրքիր է բոլորին փրթել։ Բան նրանում է, որ այս պատմության մեջ Դանիելը դեռ տեղյակ չէր։ Ինչի մասին է սա խոսում, որ այն պարգևը, որը Դանիելը ունի, իրականում այնց չի գնահատված, որտեղ գնահատված լիներ, կանչեցին օրինակ իմաստուներին, Դանիելը պետք է մեջը լիներ, ճիշտ է, բայց Դանիելը սկի մեջը չի։ Սկսում են նրանց կոտորել, հետո գալիս են ասում են Դանիելին, Դանիելն ասում է, այ բալամ, ինչ ա եղել։ Խեք մեզ սպանում։ Ասում են սենց բան ա եղել, դու տեղյակ չես, տեղյակ չի։ Եվ մոտնում է թագավորի մոտ խնդրում է ժամանակ, որպեսզի ինքը փորձի այդ ամեն ինչի ելքը տա, մեկնաբանությունը տա։ Եվ գրված է, որ Դանիելը իր անկերների հետ մտան տուն եւ բանը իմացրեց Անանիային, Միսայելին, Ազարային, որ ողորմություն խնդրեն երկնքի Աստծուց այն գաղտնիքի մասին, որ չկոտորվեն Դանիելը եւ նրա անկերները Բաբելոնի մնացած իմաստունների հետ։ Այն ժամանակ գիշերվա տեսիլքում հայտնվեց Դանիելին այն գաղտնիքը եւ Դանիելը օրհնեց երկնից Աստծուն, ասելով օրհնյալ լինի Աստված, Աստծո անունը հավիտյան, մինչև հավիտենից հավիտյան, որ իմաստություն եւ զորություն նրանն է։ Նա է ժամանակները եւ ժամերը փոխողը, թագավորներ իջացնող թագավորներ դնողը, նա է տալիս իմաստություն իմաստուններին եւ հանճար գիտնականներին, նա է խոր եւ ծածուկ բաները հանողը, որ գիտի մութի մեջ եղածը եւ լույսը նրա հետ է բնակվում։ Քեզ, ով իմ հայրերի Աստված, օրհնում եւ փառաբանում եմ ես, որ իմաստություն եւ զորություն տվիր ինձ եւ հիմա ինձ իմացրիր, ինչ որ խնդրել են քեզանից, որ թագավորի բանը մեզ իմացրիր։ Որտեղ է տեղը կասես։ Դանիելի 2-րդ գլուխն է 19-րդ համարից 23 համարը։ Եվ երբ որ Դանիելը մտնում է Նաբուգոդոնոսորի մոտ, մենք հիմա ունենք պատկեր, որ Դանիելը դեռ հայտնի չի։ Շատ քիչ մասայում է հայտնի, բայց ինքը պարգև է։ Եվ կասեմ պարգև ամբողջ աշխարհի մակարդակով ավելին քան Նաբուգոդոնոսորի թագավորության տիրապետությունը, հա։ Եվ ինչ եմ ուզում սրանով ցույց տամ, որ այն որ դու պարգև ես Աստված անելու ամեն բան, որ դու հայտնի դառնաս, այնքան շրջանակի մեջ, որ այդքանի մեջ քո պարգևը որպես Աստծո մարդ, Աստծո մարգարե, Աստծո զորավոր, իր փառքի համար միանշանակ Տիրոջ փառքեմա։ Եվ մենք դա տեսնում ենք Տիրոջ փառքեմա։ Երբ որ Նաբուգոդոնոսորին, որը աշխարհի տիրակալն էր, իրանից մեծ մեկը չկար, մտնում է Դանիելը եւ հայտնում է, որ քո տեսած արձանը ոսկուց, արծաթից, պղնձից, հետո ոտների կեսը երկաթ, ոտների կեսը քար, հետո սկսում է բացատրել, որ դրանք դու ոսկին էիր, քեզանից հետո գալու է այս թագավորությունը, հետո այն թագավորությունը, հետո վերջում մի թագավորություն, որ իրար չեն խառնվելու, մարերը ու պարսիկները եւ այլն։
Այդ ամենը ատալուց հետո ասում եմ, ես տեսնում եմ մի քար, որ առանց ձեռքի շպրտելու գալիս խփում է այդ արձանի ոտներին, եւ այդ արձանը փշուր ալին ունենց, որ կալի մղի պես ցրվում է եւ այլևս չի գտնվում։ Բայց այն քարը, որը եկավ եւ խփեց, դարավ մի մեծ թակավորություն, որը հավիտենական ամեն Դանիելը հասկացավ, թե չհասկացավ, բայց ես եւ դու հասկանում ենք, որ սա մեր Տեր Հիսուսի արքայության, հավիտենական արքայության թագավորն է։ Եվ այն քարը, որի մասին Տերն ասում էր, ես եղա այն քարը, որ անկյունակարը, որի վրա գլորվեցին, հա, եւ փշրվեցին, այո։ Եվ այդ քարը հենց մեր Տեր Հիսուսն էր եւ այդ թագավորությունն իր արքայությունն էր։ Եվ թեպետ Նաբուգոդոնոսորը շատ բան չհասկացավ, Դանիելին դեռ շատ բան հայտնի չէր, այսօր ինձ եւ քեզ հայտնի է, որ սա հավիտենական թագավորության մասին էր։ Բայց պատմության որ նայենք, պատմությունը տարավ նրան, որ գրված է, որ այն ժամանակ 46 համարից Նաբուգոդոնոսոր թագավորը ընկավ իր երեսի վրա եւ Դանիելին երկրպագություն հրավ։ Այ քեզ բան աշխարհակալ հեղինակությունը երբ որ Աստծո մարգարական պարգևը գործում է դրա դեմը կանգնել ոչ մի բան չի կարող կանանք մի հատ նորից գանք պատկերը հասկանալու համար ինչա կատարվում ամփոփենք չամփոփենք ուղղակի միջև այստեղ հասկանանք ինչու Դանիելը դարձավ այդպիսին փաստորեն մենք նկատում ենք որ նա Աստծո խոսքի վրա էր խորհում ուտում հոգևոր իմաստով սնվում որը նրան տվեց իմաստություն հանճար եւ որի արդյունքում Աստված նրան բարձրացրեց այո սա Դանիելի բարձրացումն էր հա այսինքն պարգևը ստանում ենք այն ժամանակ երբ որ մենք գիշեր եւ ցերեկ խորում ենք Աստծո խոսքի շուրջ եւ մեր կերակուրը ճիշտ սրտի դիրքով այո եւ մեր կերակուրը ու կապը նրանից է եւ մենք չենք սնվում աշխարհի հրամցած որևէ բանից այսինքն սա շատ կարեւոր այո ամեն սկիզբը դու ուզում ես ավելի խորը գնալ Աստծո ճանաչողության մեջ եւ Աստծո խորքերի մեջ մենք հեսա կտեսնենք Դանիելը ուր գնաց հասավ այս սրանով չի վերջանում այս էլ է սկիզբը այո քեզ պետք է ճիշտ սրտի դիրքով եւ ճիշտ նպատակով Տիրոջ փառքի համար մնալ այդ դիրքի մեջ սնվել նրանից եւ Աստված ինքը կբարձրացնի քեզ ժամանակին ասում է խոնարհվեք նրա հազոր ձեռքի տակ եւ ժամանակին ձեզ կբարձրացնի ամեն եւ ոնց բարձրացրեց ասում է այն ժամանակ թագավորը մեծացրեց Դանիելին եւ շատ մեծ պարգևներ տվեց նրան եւ նրան իշխան դրավ Բաբելոնի բոլոր գավառի վրա այ հիմա այդ Դանիելը որ ուներ պարգև այս ծառայության միջոցով ճանաչված չէր այս սրա շնորհիվ ճանաչվեց ու այն կարգի Աստված իրան մեծարեց պատկերացրեք սենց ինչ որ սովորական արքունական շորով հակած մեկը կանգնած է աշխարհակալ թագավորի առաջ ու աշխարհակալ թագավորը ծնկի է գալիս կամ քիթուբենի վրա ընկնում է Դանիելի առաջ սա եւս մի երևույթ է որտեղ որ Աստված է փառավորվում ու այսքանը քիչ չի Նաբուգոդոնոսորը բարձրացնում է Դանիելին դնելով ամբողջ գավառների վրա եւ հետո Դանիելը խնդրում է որ իր անկերները լինեն այդ գավառների վրա սա երկրորդ գլուխն է որտեղ տեսանք Դանիելը արդեն բարձրացավ ունենալով ինչպես ասենք ճիշտ սրտի դիրք Աստծո առաջ ստացած պարգևներով Աստված բարձրացրեց իրան երրորդ գլխի մեջ տեսնում ենք այն պատմությունը երբ որ Նաբուգոդոնոսորը մի արձան է սարքում դուրայի դաշտում ու ասում այնց որ նվագարանների ձայնը լսեք բոլորդ երկրպագեք այս արձանին եւ քանի որ Դանիելը պալատում էր շատ չէր նկատվում նկատվեցին 3 ընկերներ իր Սեդրակ Միսակ Աբեդնակովը որոնք ասեցին որ մենք ձեր Աստծուն չենք պաշտի եւ այդ լուրը հասնում է թագավորին դա պատմությունը գիտենք մուլտերը շատ ենք տեսել ամենաշատ երևի հետաքի Դանիելի արուզների գուբի մուլտն է եւ այս Սեդրակ Միսակի մուլտն է շատ հետաքի բայց պատմությունը հիմա որ հերթականությունով ենք նայում իրականում իմաստը ես այլ բան եմ տեսնում երբ որ թագավորը կանչում է եւ իրան գալիս են թագավորի առաջ հարց է տալիս միտումով էր հա ցելով էր հատուկ էր որ դուք չեք երկրպագում դե հատուկ իրանց համար էր սարքած այդ ամեն ինչ իրանց դեմ էր Երևակայի հենց իրանց դեմ էր սարքած այո եւ Սեդրակ Միսակ Աբեդնակով ասում են մենք պետք չունենք այս բանին մասնակցելու եւ եթե ասում է եթե միտումնավոր է հենց սրինգը հնչի է նվագարանները հնչեն մի հատ երկրպագեք տեսնենք ու վсё հարցը կլուծվի մի հատ ուղակի թե երկրպագեք եւ հարցը կլուծվի բայց նրանք ասում են եթե անգամ մեր Աստված մեզ չազատի ով թագավոր թող քեզ հայտնի լինի
քո Աստծուն մենք չենք պաշտում եւ քո կանգնեցրած արձանին երկրպագություն չենք անում։ Սա 3-րդ գլխի 18 համարն է։ Գիտես ժամանակաձևը ոնց է գրած։ Մենք արդեն չենք պաշտում։ Մենք չենք երկրպագում իրան։ Ոչ թե որ հնչի չենք երկրպագելու, հիմիկվանից ասում ենք քեզ, կարաս գցես կրակի հնոցի մեջ, անգամ եթե Աստված չպահի էլ օրինակ, որովհետեւ գիտես սա ով կարա ասի Աբրահամին, սա կարա ասի մարդ, ով Հիսուսի ասացի պես որ Տերն ասեց ամեն ով որ կենթանի է եւ հավատում այնց հավիտյան մահ չի տեսնի։ Եվ եթե մեկը հավատում է ինձ, որտեղ ես եմ իմ պաշտոնյան այնտեղ կլինի, հա, ինձ հավատացող հավիտենական կյանք ունի։ Սա կարա ասի մարդ, ով այս Աստված ճանաչողությունը իր սրտի մեջ ունի։ Սենց տեսակի մարդու համար մտնել կրակի մեջ այրվելը դա միանգամից լիֆտով արագ հանդիպել Աստծուն նշանակում։ Բայց ստեղ մի հետաքրքիր բաներ կա հոգեվիճակ էլի։ Ասում է մեր Աստվածը կարա մեզ ազատի։ Ամեն։ Բայց եթե չազատի, նկատում ես, այսինքն մենք երբեմն մենք չենք փոխելու Աստծուն։ Այո, նայ, փոքրիկ նեղություններ, փոքրիկ, սրա առաջ այս նեղությունները որ շատ փոքրիկ են, արի համաձայն մեր նեղությունները։ Սա մահվան եւ կյանքի հարցը, բայց գիտես այդ համոզմունքը ինչքան կարեւոր է։ Այո, կարողա Տերը չազատի, կարա Տերը չազատի։ Օրինակ մենք կարող ենք այսպես երբ որ մենք աղոթքի ենք կանգնում, Տիրոջ ասում ենք Տեր մեզ ազատի այս նեղությունից։ Եվ պատասխան չկա, մենք շարունակվում է նեղությունը։ Կանանք ասենք, որ եթե անգամ այսինքն կարող ենք ասել, Տեր, եթե չազատես էլ նկատում ես, մենք փորձում ենք, որ այդ դիրքում լինենք մենք։ Այո, կարողա չազատի։ Հիմա ինչ համաձայնվածություն ունես այդ մտքի հետ։ Ինչ հաշտություն ունես այդ մտքի։ Չէ, հոգեվիճակ է լուրջ, հա։ Գիտես ինչ եմ հասկանում նաև, որ օրինակի համար մենք նայում ենք Հակոբը կորցրեց Հովսեփին։ Եվ այն կարգի կյանքը իր համար դարավ զրո, որ ասեց ալևորությունովս գերեզման մտնեմ, էլ կյանքս ինչի սա պետք բավական մեծ Հովսեփը կենթանի, Հովսեփ ողջ է։ Հովսեփին տարել են այնտեղ Եգիպտոս եւ այլն, իրականում ինքը կա, ինքը մեռած չի։ Ասում եմ ինչ դժվար բան կար Աստծո համար, գիշերը տեսիլքով ինչ որ մեկին ուղարկելու եւ հայտնելու Հակոբ գիտես, մի քարա։ Ու որ մտորում եմ թե այս պատմությունը, թե այն պատմությունը հասկանում եմ, որ Աստծո համար, որ ժամանակ եւ տարածություն եւ չգիտեմ բան չկա, տենց սահմանափակում չկա, իր համար կարեւոր է քո վերջաբանը եւ քո փառքը։ Հակոբը վերջում մեծ փառքի մեջ մտավ։ Հա, այդ տեսողությունքի մեջ մտավ։ Հիսուս ասես մի հատ արտահայտություն անում, ասում է Երանի նրան, ով ինձանից չի գայթակղվում։ Ամեն շատ ուժեղ խոսք է։ Այսօրվա շատ պետքական խոսք է։ Այսինքն մենք սիրում ենք թելադրենք, որ անպայման դու պետք է մեզ ազատես, եթե չազատեցիր վատա լինելու, հա, Ես շատ որոշիչ հարցադրում եմ, շատերին տվել եմ այդ հարցը։ Երբ որ շատ նեղությունների մեջ էին, շատ արդեն որ չգիտեն Աստված կա թե չէ։ Եվ այդ կասկածներ հարուստ։ Այդ խոսքն է միշտ եկել, ու այս այդ խոսքն եմ ասել, գիտես, Հիսուսն ասում է Երան, շատ ուժեղ խոսք է, Երանի նրան, որ ինձ վրա չի գայթակղվում։ Դու արդեն գայթակղվել ես, դու արդեն տեղ ես տվել։ Գիտես Հուդայի մոտ էլ սկսեց սրտի վիճակից։ Հովանու 13-ում ասում է Իսկարիոտացի Հուդան արդեն սրտի մեջ դրել էր որ նրան մոտ։ Ամեն բան սկսում է Սատանան նրա սրտի մեջ դրել էր արդեն։ Ինչ լավ նիտ։ Եվ պատառը տալուց հետո մտավ Սատանան։ Սիրելիս, ամեն բանից առաջ զգուշություն արա քո սրտին, որովհետև այնտեղից է կյանքի ելքը Առակաց 4:23։ Եվ անդրադառնալով այս պատմությանը, գիտես ինչ տեսա Աբրահամ ջան, որ Նաբուգոդոնոսորը տեսավ Դանիելի իմաստությունը, այ երկրորդ գլխի մեջ։ Եվ անգամ ասեց բոլորդ երկրպագեք նրա Աստծուն, տենց խոսում է ինքը, նրա Աստծուց մեծ մեկը չկա, որ սենց իմաստությունները հայտում եւ այլն։ Բայց Նաբուգոդոնոսորի աշխարհընկալման եւ Աստվածճանաչողության մեջ, քանի որ Հեթանոսի մեջ լինել մեկ Աստված եւ այդ Աստվածը ամենանն է, դա դժվար է անցալվում։ Իրանց մոտ մի հատ պատերազմի Աստված, մի հատ, չգիտեմ, սնունդի Աստված, մի հատ անձրևի Աստված, մի հատ կրակի Աստված բազմաստվածությունը։ Նաբուգոդոնոսորի համար այս պատմությունը ցույց է տալիս իր արձանշինելուց, որ բացի այն որ ինքը պրիզնատե կա, որ Դանիելը ունի մի Աստված, ով ամեն բան գիտի։ Հա ես էլ իմ Աստվածը ունեմ։ Ինչ կա որ խի անընդունելի որ ես էլ իմ Աստված ունեմ։
բայց Աստված նախանձոտ Աստված է։ Եվ այս պատմության մեջ կարիք կար, որ Աստված ցույց տար Նաբուգոդոնոսորին, որ չկա ինձանից մեծ մեկը, չկա ինձանից ուժեղ մեկը, եւ որ դու 3 հոգու գցեցիր կրակով վառված այդ հնոցի 7 նապատիկ ուժեղ վառված հնոցի մեջ 3-ին գցեցիր ու տեսար 4-ին իրանց կողքը կանգնած, դա իմ գերբնական մեծ զորությունն է, ես եմ եւ ինձանից մեծը չկա։ Եվ սա ավելի շատ Նաբուգոդոնոսորի համար էր, որ նրա ճանաչողության մեջ որպես աշխարհակալ ճանաչի, որ մի Աստված կա ու ինքը միակ Աստվածն է, իրանից մեծ մեկը չկա։ Նաբուգոդոնոսորն ասում է օրհնյալ է Սեդրակի, Միսակի, Աբեդնագո ամեն գլխի վերջում, հետաքրքիր է որ կարդում ես Դանիել, ամեն գրքի վերջում բոլոր թագավորների երթով իրանց պրիզնատը գալիս են։ Տեսեք ինչքան մեծ է մեր Աստված, որ դաժե աշխարհակալ թագավորներն են խոնարհվում։ Պատասխան տվա օրհնյալ է Սեդրակի, Միսակի, Աբեդնագովի Աստվածը, որ ուղարկեց իր հրեշտակին եւ ազատեց իր ծառաներին, որոնք նրան ապավինեցին եւ թագավորի խոսք անարգեցին, դաժե ինձ անարգեցին, բայց օրհնյալ է Աստված, որ ուղարկեց իր հրեշտակին եւ իրանց մարմինները տվին, որպեսզի չպաշտեն եւ չերկրպագեն իմ Աստծուն, բացի իրանց Աստծուց։ Եվ ինձանից հրաման է դուրս գալիս, որ ամեն ժողովուրդ, ազգ եւ լեզու, որ սխալ բան ասի Սեդրակի, Միսակի, Աբեդնագովի Աստծո դեմ, պիտի կտոր հոշոտի եւ նրա անունը եւ նրա տունը աղբանոց պիտի դառնա։ Այն ժամանակ թագավորը հաջողություն տվավ Սեդրակի, Միսակին, Աբեդնագովին Բաբելոնի գավառում։ Հիմա էլ նրանց ամբողջ բոլորին հայտնի արեց։ Բայց դա ամբողջ բանը նրա համար է, որ Նաբուգոդոնոսորը ճանաչի, որ կա Աստված ու կա մեկ Աստված, չկա երկրորդը, չկա երրորդը, ու իրանից վեր Աստված չկա։ Այստեղ նաև սկզբունքայնության հարցը, որքան է սկզբունքային քո հավատացածի, վստահածի վրա, վստահության հարց կա, որքան ես որքան վստահ ես, այդքան դու ավելի ամուր ես, ավելի քաջ ես, ավելի հաղթական ես։ Կարանք հասկանանք, կամ դու ուղղակի գիտես իր մասին, կամ ինքը քո համար իրականում կա, եւ ինքը իրականությունն է քո համար։ Եվ այստեղ կարա որոշիչ լինի այն փոխհարաբերությունը, որ մենք ունենք Աստծո հետ։ Մենք այնց հրաշալի պարգև ունենք Աստծուց իր Սուրբ Հոգին, որը միանգամից կենթանի կապ Աստծո հետ։ Կենթանի փոխհարաբերությունը Աստծո հետ։ Իզու չի Կորինթացիների 2 Կորինթացիների 13-13-ում ասում, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը մեր ամենքի հետ լինի։ Սա ջեր մտերմիկ հաղորդակցություն եւ կապ է, որը մարդկությունը երբևէ չի ունեցել, որին Քրիստոսի շնորհիվ տրվել է։ Կենթանի փոխհարաբերություն Աստծո հետ։ Սա գնահատել եւ պահել պետք։ Մաքուր սրտով, ճիշտ սրտով Աբրահամ։ Ես եթե նկատել ես իմ եթերների մեջ հատուկ շեշտ եմ դնում փոխհարաբերություն Աստծո հետ, որը դիտարկվում է կամ ընկալվում է կամ ընդունվում է Տիրոջ կողմից այդ հարաբերությունը, որը Աստծո խոսքի միջոցով է։ Եթե ես ասում հարաբերություն ունեմ Աստծո հետ, բայց խոսքը չունեմ, ես ստում եմ։ Որտեւ դա ուղիղ համեմատական է։ Ուղիղ համեմատական է, ոչ պակաս, ոչ ավել։ Ես միշտ սիրում եմ սա շեշտել, դա շատ կարևոր է։ Ամեն օր ինձ սիրում է, իմ խոսքերս կպահի եւ իմ հայրը կսիրի նրան, եւ ես եւ հայրը կգանք եւ բնակություն կանենք նրա հետ։ Փոխհարաբերություն, որը խոսքից է սկսում։ Այո։ Ամեն օր իմ խոսքերս սիրում է, ունի, սիրում է եւ դրանք պահում է։ Հովանոց Աշուս 21-ն է կարծեմ։ Ունենաս, սիրես, պահես, դու չես կարա մյուս կողմը, աստվածային կողմը չես կարա չտեսնես, որտեղ մենք արձանի չենք պաշտում, մենք կուրքի չենք պաշտում։ Հնարավոր չի, որ Աստված իր կողմը քեզ չհայտնի։ Միայն ու միայն խնդրում եմ, որ մարդ իր սրտի դիրքով բաց լինի այդ հայտնությունները տեսնելու։ Մի թողեք, որ ոչ մի ուսմունք, վարդապետություն, կրոնի միտում սահմանափակի ձեզ, որ դուք Աստծո հետ կենթանի փոխհարաբերության մեջ չկարողանաք մտնել։ Վարդան պետք կարող ենք այսպես արտահայտություն անել խոսքը որ մուտք է գործում մեր մեջ եւ խորը թափանցում է մեր մեջ նրա առաջին գործը բացահայտելն է ինքներս մեզ որանում է որի արդյունքում մենք նաեւ հավասարազոր ստանում ենք մեր պարգևների չափաբաժինը Այսինքն սկզբից պարգևը չի, սկզբից ինքնաբացահայտումն է, լուսավորված լինելն մեր բացվելն է, մեր մեջ ճանաչելն է։ Այո։
Եվ դա շատ հստակ եւ բարձ դրա մասին հենց գործ կարակելոց երկրորդ գլուխն է։ Պետրոսը քարոզեց Հիսուսին սպասող եւ միևնույն ժամանակ վերջում Հիսուսին ուրացող մարդկանց եւ ասեց. Այն Մեսիան, որին դուք սպասում եք, նա եկավ, որին դուք Պիղատոսի առաջ գոչում եք խաչիր դրան։ Հիմա իմացեք, ասում եմ ամբողջ Իսրայելին, ինչ արեց Պետրոս առաքյալցանով խոսք է փոխանցում, խոսք, բարի լուր, ինքը ավետարանն է տալիս, որ այն Հիսուսին, որին դուք խաչեցիք, Աստված հարություն տվավ նրան մեռելներից, որովհետև հնարավոր չէ, որ Դավիթի նման նա էլ գերեզմանում մնար, որովհետև նա հաղթեց մահին, ինչ է անում, խոսք է փոխանցում։ Պետք է ասած խոսքն է։ Հիմա խոսքը, որ լսում է, հիմա այս լսողի տեսանկյունն եմ ասում։ Այս լսողների մոտ ինչ տեղի ունեցավ։ Երբ որ Պետրոս առաքյալը խոսում էր, Սուրբ Հոգին նրանց սրտերի հետ աշխատում էր։ Եվ նրանք իրենց սրտերում զղջացին ու ասեցին. «Տես քո ասացի վրա եմ ասում»։ Քո ասացի խոսքի բանն եմ ասում։ Առաջին բանը խոսքն է, մեր կողմից գնում է խոսքը։ Լսողի կողմից, եթե իրանք բաց են, Սուրբ Հոգին աշխատելու է, որ իրանք թույլ տան, որ Աստված թլպատի այդ սիրտը։ Հռոմեացիների 3-րդ գլխի մեջ ասում է, երբ որ հրեաների բաներից խոսում է Պողոս առաքյալը վերջում ասում ախր թլպատությունը սրտի թլպատությունն է, որը հոգով է, այլ ոչ թե գրով։ Հոգով Սուրբ Հոգին գալիս է եւ թլպատում է մարդու սիրտը եւ այն բոլոր ոլորտները, որ օրինակ տես մեքենա վարելու եւ նման այլ օրինակներում մենք երբեմն հանդիպում ենք, որ ստեղ հետո զղջում ենք, որ Աստծո որդուն վայել կերպով չենք վարվել, հա։ Դա այն ոլորտն է, որը նույնպես թլպատվելու կարիք ունի եւ Աստված կարա դա անի։ Երեմիա մարգարեն, Եզեկիել մարգարեն էլ եմ ասերևի։ Իրանք երկուսն էլ տարբեր տեղեր, տարբեր ժամանակներ իրարից գրել են նույն բանը։ Այն օրը ասում է Աստված. կհավաքեմ իմ ժողովուրդը, նրանց քարաղեն սիրտը կփշրեմ, նրանց մի նոր սիրտ կտամ, եւ իմ հոգին կդնեմ նրանցում, եւ իմ օրենքները կգրեմ նրանց սրտի մեջ։ Օրենքը դրսից չաշխատեց, օրենքը հոգու ձեռով, որ ասում է թլպատությունը ոչ թե մարմնով է, այլ ոչ թե գրով է, այլ հոգով է։ Հոգին թլպատում է գալիս եւ սրտի մեջ գրում է այդ օրենքները շարունակություն մեջ ասում է, որպեսզի դու գնաք իմ օրենքներում, որ լինեք ինձ ժողովուրդ, ես էլ լինեմ ձեզ Աստված։ Մի խոսքով դու դառնում ես հենց այդ օրենքը։ Դառնում ես ապրելակերպը, որի վրա գրված է օրենքը։ Այո, եւ ամեն տապանակը հոգին է, իր խորհուրդն է, Սուրբ Հոգ խորհուրդն է այդ տապանակը, որ վերցնենք։ Եվ տապանակի մեջ էլ դրված էին ինչերը, 10 պատվիրանները Մովսեսով տրված։ Այստեղ հարցը պատվիրանի մասին չի, հարցը Աստծո արդար պահանջի մասին է, հա։ Աստծո բնույթը, Աստծո գենետիկ գենը քո մեջ կրելու մասին է այդ իմաստով։ Այո, եթե մենք պատվիրանը նայենք Աստծո արդար պահանջ, Սուրբ Հոգին գալիս է այդ Աստծո արդար պահանջները, որտեղ Հռոմեացիների 8-ում ասում է, որպեսզի օրենքի արդարությունը կատարվի մեզանում, որ մարմնավորապես չենք ապրում, այլ հոգևորապես։ Սենց տենց օրենքի արդարությունը կատարվելու է մեզանում, երբ որ մենք հոգևոր ընթացք ունենք, Սուրբ Հոգով լեցուն ընթացք ունենք։ Իսկ այդ ամեն ինչը որտեղից է սկսում։ Սրտի թլպատությունից։ Հիմա այս մարդը իր սիրտը բերեց Աստծո առաջ, ասես Տեր, թլպատիր իմ սիրտը, ես որոշում եմ կայացրել, որ չփխծեմ ինձ այս ամեն ինչով։ Եվ Տերը թլպատեց, հա, սենց նայենք, եւ Տերը դրեց, եւ Տերը պարգևը տվեց, Տերը բացահայտեց պարգևը, հետո պարգևը բացահայտեց ամբողջ գավառի համար։ Հիմա հասել ենք, որ Նաբուգոդոնոսորը եւ Նաբուգոդոնոսորը պուբլիչնի պրիզնատ է գալիս, կներեք, որ ռուսերեն բացահայտ հայտարարում, որ Նես սպիրկայը ոչ բեմական արտահայտություն է գտնում, ներողություն, ես էլի սպիրկայ եղբայրներ ջան։ Բացահայտ արտահայտություն է անում, որ եւ Դանիելը եւ Սեդրակ Միսակ Աբեդնեգոն բացահայտ հռչակում, այո, հայտարարություն, որ սրանց Աստվածն է, Աստված երկնքում եւ երկրում։ Եթե մեկը միազգ մի լեզու էս Աստծո դեմ մի բան ասի, հոշոտվելու է ենթաներից եւ այլն։ Եվ այս գլուխն էլ հասանք ստեղ, հաջորդ գլխի մեջ ըստ Նաբուգոդոնոսորը դեռ չխրատված այս ամեն ինչից չբավարարված իր սրտի մեջ հպարտացավ։ Եվ մի երազ տեսավ, այս անգամ չասեց բերեք, ասեք երազս հետո պատմեք։ Կանչեց մի անգամից արդեն Դանիելին, որտեղ Դանիելը անվանի է արդեն ճանաչում ունի։ Եվ Դանիելին էլ ինքը չի կասկածում, որ Դանիելը տեսնեմ Աստծուց, թե Աստծուց չի։ Եթե Աստծուց ես մի հատ ասա ինչ եմ տեսել, չտենց չմոտեցավ։ Հասկանում ես։ Նաբուգոդոնոսորի վերաբերմունքը Աստծո մարդու նկատմամբ արդեն փոխված է։ Եվ միշտ էլ թագավորների կողքը եղել են մարգարեներ, որոնք որ ճիշտ ընթացքի մեջ են եղել։ Եթե նայենք այն թագավորները, որոնք որ իրանց կողքը ունեցել են մարգարեներ ու լսել են մարգարեներին, իրանք ժողովուրդը ճիշտ առաջնորդության մեջ են տարել։ Անկամ եղել է դեպք, երբ որ
Դավիթը Նաթանին հարցնում է Նաթան ուզում եմ տիրոջ համար տաճար սարքեմ Նաթան ասում է Տերը քո հետ գնա եւ սարքի գիշերը երազում Նաթանը Տերը ասում է գնա Դավիթիս ասա դու չես սարքելու բանկա ոնց որ Նաթանը այդ բանը չհարցրեց Աստծուց ինքը լավ մոտիվով իհարկե սիրտը ուզում Աստծո համար սարքի բայց գնա Դավիթին ասա ձեռները տարնոտ են դու չես սարքելու քեզանից երանքիցը դուրս եկած որդիդ է սարքելու ու Դավիթը լսում էր միշտ մարգարեի ու ինչքան ինքը լսում էր մարգարեի իր թակավորությունը ճիշտ էր գնում եւ ինչքան թակավորը լսում է մարգարեին որը ուղղություն է փոխում այսօր էլ մարգարեն ու մարգարեական ծառայությունը եկեղեցու ընթացքն է ուղղությունն են տանում ճիշտ Կորինթացների 14-ում ասում է մարգարեացողը եկեղեցին կշինե լեզվով խոսող իրանձը կշինե մենք կարիք ունենք մարգարեական ծառայությանը տեղ տալու որպեսզի եւ հավատալու վստահելու որ եկեղեցու ընթացքը ինչ որ չափ հենց իրան է տրված որ ինքը տանի Եվ Դանիելին կանչում է Նաբուգոդոնոսորը եւ իր տեսած երազն է պատմում տեսնում է մի ահավոր մեծ ծառ բունը երկրից երկինքա մինչև ասում ամբողջ երկրով մեկ երևում է այսինքն աշխարհում երկիր որ ասում են իրանք ամբողջ աշխարհը նկատի ունեն ամբողջ աշխարհով մեկ երևում է տերևների վրա թրջուներն են գալիս տակը հովանի կենթանիները այդ ծառից կերակրվում են բոլոր գազանները բոլոր մարդկությունը այսինքն սա իր թակավորության փառքն էր որ իրականում դա կար, բայց դա Աստծուց էր տրված, դա իրանը չէր։ Եվ ասма տեսա, որ մի սուրբ երկնքից իջած եւ ասեց, որ կտրեք այդ ծառը, տերևները թող տապոցեք, պտուղները թող ցրվեն, գազանները թռնեն, փախնեն, բայց բունը կապեք հողի վրա։ Եվ նույնպես շատ անհանգստացած հասկանալով, որ մի մեծ ոնց որ նշան ասա Աստծուց իր համար, Դանիելին կանչեց եւ Դանիելը մեկնեց։ Դա քիր ասում է, Դանիելը 1 ժամ Սենց հիացած ու սենց չեմ հասկանում իր ապա անհանգստացած ոնց ասեմ ես թակավորին որ քեզ քո այդ լավ բան չի լինում սենց որ անհանգստացած վիճակ ուներ եւ մի ժամ ապշած մնալուց հետո թակավորին ասում է «Всё ասա ինչ է լինելու» եւ թակավորին ասում է որ քո սրտի մեջ հպարտություն ես ունենալու եւ իրականում այդ ծառը դու ես եւ այդ քո թակավորությունն է բայց քեզ կտրելու են մարդկանցից արտաքսելու են 7 ժամանակ անցնելու մինչև որ դու վերականգնես եւ այդպես է լինում ասում է 10 մի վարքյան որ համարեսն եմ 5 գլխի մեջ սա համար ասում 8 Դով թակավոր բարձրանաց ուզում եմ այդ այն պահը գտնեմ որ գրված է որ հենց թակավորը ասում է ես ճենում էի ներողություն եմ 5-ի մեջ Բաղդասարի մասին ուրեմն 4-ի մեջ է 4:28-ը այս ամենը պատահեց 4:28-ը Նաբուգոդոնոսոր թակավորին 12 ամսից հետո այսինքն այդ երազը մեկնելուց ուղիղ 1 տարի հետո նա ճեմում էր թակավորական պալատի վրա Բաբելոնում թակավորը պատասխանեց եւ ասեց Ահա այն մեծ Բաբելոնը, որ ես թակավորության տուն եմ շինել, իմ մեծ զորությամբ եւ իմ մեծության փառքի համար։ Խոսքը դեռ թակավորի բերանում էր, որ երկնքից մի ձայն իջավ, թե քեզ եմ ասում ով Նաբուգոդոնոսոր արքա, մարդկանցից քեզ պիտի արտաքսեն եւ դաշտի անասունների հետ պիտի լինի քո բնակությունը։ Խոտ են ուտեցնելու քեզ արչարների պես եւ 7 ժամանակ է անցկենալու քեզ վրա մինչեւ որ իմանաս բարձրալն է տիրում մարդկանց թակավորության վրա եւ ում որ ուզում է տալիս է այն այսինքն այն որ նախորդ գլխի մեջ տեսանք որ կար Դանիելի Աստված եւ մի հատ էլ արձան հիմա էլ կա Դանիելի Աստված բայց ես ինչ վատն եմ որ սա էլ սրտեն հպարտության վիճակն է որը Աստված ուղիղ խփում է դրան որպեսզի մարդը դրանից զերծ մնա դրանից ապաշխարի բայց նկատում ես որ Դանիելը ապաշխարության հրավեր է անում 27-րդ այսինքն ուներ շանս ապաշխարելու եւ ասում է թող իմ խրատը հաճո երևա քո մեղքերը արդարությունով դենքցիր քո անօրենությունը աղքատներին ողորմելով այսինքն մի բան արա սիրտդ փոխիր հավանաբար աղքատները անտեսված էին հավանաբար կար այդ խնդիրները այդ վիճակները անօրենություն դեռ տիրում էր թակավորության մեջ սրանց հարցը տեղը դիր բայց որպեսզի մարդ ունենա դեմ գնա անօրենության ինքը պետք է ունենա այդ սրտի վիճակը արդեն մի բան խախտված էր արդեն իր մոտ մի բան դուրս չէր ապաշխարնել Լուրջ չէր ապաշխարել, բայց ես հավատում եմ Նաբուգոդոնոսորին երկնքում կտեսնենք։ Ես էլ եմ հավատում, որովհետև անգամ այս գլուխը գրելուց ինքը պատմում է, ասում է որպեսզի
ուզում եմ այն նշանները որ կան, հա Նաբուկոդոնոսոր թագավոր բոլոր ժողովրդին ազգերին լեզուների, որոնք բնակվում են երկրի վրա, շատանա ձեր խաղաղությունը, այն նշանները հրաշքները, որ ինձ տվավ բարձրալ Աստվածը, հաճո երևում իմ առաջին հայտնել ձեզ։ Ու հետո պատմում է ինչա կատարվել։ Այսինքն ինքը արդեն ապաշխարած դարձեկած սրտով ա գրում էս պատմությունը։ Բիլեն ջան, mēs 3 րոպե ունենք։ Դի հասցնես։ 3 րոպե։ Ասեմ շատ լավ, հեսա Վարդան եղբոր երկրորդ անունը Բիլենն է, ես պատահական ոչ մի խնդիր չկա։ Շատ լավ, հեսա ուրեմն կարճ գամ այն վերջին ու ավարտենք։ Այն վաղ որ ասենք 30 րոպե ունենք արխային ենք։ Աննկատ անցած, չէ՞։ Սրանց հետո Դանիելից շատ խոսացինք, բայց սա կարևոր է։ Դրանից հետո գալիս է այն պահը, բայց կարևոր պահ կա ուզում եմ ասել։ Ասա, անպայման ասա։ Որ երբ որ Դարե թագավորի ժամանակ Բաղդասարի պատմությունը մանեն մնա թեկեղ Փարսինը տեղ ցույց է տալիս որ ինքը ասում է հերեդ Նաբուկոդոնոսորի պատմությունը իշի սրտի մեջ հպարտացավ ու տենց բան պատահեց դու այդքանը իմանալով քո չաստվածներին պաշտում ես Աստծո սուրբ անոթներով եւ այդ բառերը նշանակում են թեթև գտնվեցի թագավորություն քեզանից վերացվավ բաժանվեց եւ այլն եւ դրանից հետո գալիս այն պահը Դարեի ժամանակ Դարեը շատ պատում եւ հարգում էր Դանիելին որպես մարգարե որ նրա հանդեպ դավադրություն են սարքում, գիտեք, առույցների պահը եւ այլն։ Եվ ամբողջ խնդիրը գեղեցկությունը նրա մեջ է, որ ասում է հրովարտակ ստորագրել տվեցին, որը մարած պարսիկների օրենքի համապատասխան չի բեկանվում։ Եվ ասում է, երբ որ Դանիելը լսեց, երբ որ Դանիելը իմացավ, որ հրովարտակը ստորագրվեց, գնաց իր տունը, իր պատուհանները բաց էին վերնատանը դեպի Երուսաղեմ։ Եվ օրը 3 անգամ ծունկի վրա էր գալիս նա ամեն օր եւ աղոթք էր անում։ Երբ որ ինքը լսեց որ հրովարտակը ստորագրել իր մահվան վճիռը կայացած է, ինքը գնաց եւ շարունակեց անել այն ինչ անում է։ Ինչ եմ ես այստեղ տեսնում Աբրահամ ջան։ Երբ որ Սողոմոնը տաճարը սարքում էր, ինքը մետաղոթք է անում եւ ես չեմ կարդա հիմա, բայց կասեմ գրված է սա 3-րդ թագավորած 8-րդ գլխի մեջ 46 համարից։ Ասում է այն ժողովուրդը, որը մեղանչեն քո առաջ, եւ դու իրանց ցրես, գերեվարես, գերեվարները նրանց նեղեն։ Հետո ասում է, եթե իրանց սրտով եւ հոգով զղջան ու դառնան դեպի քեզ, եւ շատ կարող բան ասում, եւ իրանց ճանապարհը ուղղեն դեպի այս իմ սարքած տաճարը եւ աղոթեն քո երեսը խնդրեն։ Մարգարեական խոսքը։ Տեր դու լսիր եւ իրանց գթություն արա, որովհետեւ Եվ Դանիելը անում էր դա։ Այս գաղտնիքը գիտեին։ Այո, եւ Դանիելը գիտեր այդ գաղտնիքը, դրա համար իր հայացքը ամեն օր 3 անգամ ինքը հայացքը դեպի պատուհանը, դեպի Երուսաղեմ ուղղած աղոթում էր հավատալով, որ Երեմիան ասել է 70 տարի անցնել, դրանից հետո պետք է գա։ Բայց իմանալով ժողովրդի ծանր սիրտը, Տեր գթություն արա, որ իրանք չփոխվեն, ավելի չխստանան, որ այն տարիները լրանալուց, այո, զղջան գոնե սրտով հետ գան։ Սա Դանիելի բարեխոսականն է, հետո մենք տեսնում ենք, որ ինքը բարեխոս է որպես Աստծո առաջ։ Եվ կանգնում է Դանիելը եւ 9-րդ 10-րդ գլուխների մեջ իր ապաշխարության աղոթքն է բերում Աստծո առաջ։ Եվ ասում է. «Ով մեր Տեր, մենք քեզ թողեցինք, մեր հայրերը քեզ թողեցին»։ Օրինակ 9:15-ից մեր Աստված, որ քո ժողովուրդը Եգիպտոսի երկրից հանեցիր հզոր ձեռքով, քեզ համար անուն շինից, ինչպես որ այսօր է։ Մենք մեղանչեցինք, անօրինացանք ով Տեր։ Քո բոլոր արդարության համեմատ աղաչում ենք, թող ետ դառնա քո բարկությունը եւ սրտմտությունը քո սուրբ սարից, քո Երուսաղեմ քաղաքից, որտեղ մեր մեղքերի համար, մեր հայրերի անօրինությունների համար Երուսաղեմը եւ քո ժողովուրդը նախատինք են դարել մեր բոլոր շրջականերին։ Սա իր համար ցավ ու տառապանք է։ Ախր Աստծո ընտրյալ ժողովուրդը ոնց կարա նախատինքի առարկա դառնա Աբրահամ ջան։ Ենել կենթանի Աստծո ժողովուրդը։ Բայց դա մի հատ գաղտնիք էլ կա։ Մենք բառը շատ բան է փոխում։ Գիտես, հասուն քրիստոնյան, հասուն հոգևորը ինքը չի օգտագործում ես։ Ինքը ասում է մենք։ Եվ ինքը հասկանում է, որ մենք նա որոշում, ոչ թե եսը։ Դանիելը արդար էր, Դանիելը անմեղ էր։ Մենք նկատում ենք իրա, բայց չի ասում։ Ինքը իրան գցում է։ Սրանց Տերը, սրանք որ սենց այսինքն ինքը նույնականացնում է իրան իր ազգի հետ մեկ դառնալով, սա լուրջ խորհուրդ ունի։ Համաձայն եմ։ Օրինակ ես միշտ ասում հայր մերը, մենակ հայր մեր աղոթքը, այդ կարճ։ Դրա մասին կարելի է 2-3 ժամ խոսալ։ Այո, համաձայն եմ։ Այսինքն հոգևոր կյանքը, որքան դու հոգևոր ես, այդքան դու մեկացած ես քո
եկեղեցուն քո մեջ, համայնքին, քո համայնքին, հոգևոր ընտանիքին, քո ազգին։ այո, Դու չես ասում ես ինչ վատ ազգ է, ինչ վատ բան է, դու դա ես, դա դու ես։ եւ ինքը հենց իր համար չէր խնդրում։ Նկատում ես ինչ վեհություն կա սրա մեջ։ Եվ սա այնքան ուժեղ ապաշխարության կանչ եւ կոչ է, Շատ։ որ դրանից անմիջապես հետո գալիս է Գաբրիել իր մոտ։ Եվ գալիս է ու հանդիպում է իրան։ Հասկանում ես, իր ցանկալիքը, իր փափագելիքը իր ազգի ու իր ժողովրդի համար այնքան մեծ էր, եթե մենք հերթականությունով գանք, հա, կարճարակ ասեմ։ Երբ որ սիրտը ճիշտ դիրքի մեջ էր, Աստված իրան բարձրացրեց հայտնության պարգևի մեջ, հետո թագավորական արքունիքում, հետո ամբողջ աշխարհում, հետո իր անկերներին իր հետ, բայց ինքը դրանով չբավարարվեց Աբրահամ ջան։ Այդ սիրտը ունեցող մարդը իր սիրտը միշտ իր ժողովրդի հետ էր։ Միանշանակ։ Այդ իրանք այնտենց չէին ասում, մեկ ամեն քո Աստծուն չենք պաշտել։ Այո։ Ես էլ եմ մասնակից դրա մեջ։ Այո, եւ այդ սրտի վիճակը տարավ իրան ընդեղ, որ Աստծո մարդը եկավ ասես Դանիել, այն օրվանից որ դու սկսեցիր Աստծուն կանչել, ես եկա։ Եվ գիտես ինչ ասում։ Ով Դանիել, ցանկալի մարդ։ Սիրելիս, դու ես ցանկալի, սիրված, այո, մի թարգմանությունը սիրված ասում, սիրելի մարդ ասում, ցանկալի, պատկերացնում ես Աստծո ցանկալիքն է, որ լսի Դանիելի աղոթքը, որ տեսնի Դանիելին, որ փոխհարաբերություն ունենա Դանիելի հետ։ Իրականում մեր Տեր Հիսուսը ողջ փառքը իրան գերազանցեց եւ Դանիելին եւ ամենքին։ Ես Դանիելի օրինակը բերում եմ, որ իրականում վերջում գամ դեպի այն տեսիլքը եւ հայտնությունը, որը նա ստացավ։ Եվ երբ որ գալիս է Գաբրիելը եւ իրան ասում է դու կանչեցիր ցանկալի մարդ եւ ես եկա, քեզ իմացնում եմ ինչ ա լինելու քո ազգի հետ։ Իրականում իմացնում է Դանիելին ինչ ա լինելու իր ազգի հետ եւ վերջում ասում է բայց դու դա ոչ տեսնելու ես, ոչ լսելու ես, այդ գիրքը փակի կնքի։ Ինչ որտեղ ուզում եմ հարցեմ, բալա Դանիել իրականում քեքո ինչին էր պետք էլի, բայց ոնց որ դա քեզ այդքան չէր վերաբերում ինչ որ լինելը, բայց իր ուզածը եւ իր սրտի փափագ այնքան շատ էր իր ժողովրդի համար, որ Աստված ուղարկեց մեկին, ով պետքա գա եւ իրան բացի ու ցույց տա։ Ու գիտեք որ խոսքերն է ասում, սա ցնցող է։ Լսի ասում է հիմա 77-յակա վճռված քո ժողովրդի քո սուրբ քաղաքի վրա 9:24-ից հանցանքը վերջացնելու, մեղքերը կնքելու, անօրենությունը քավելու, հավիտենական արդարությունը բերելու, տեսիլքն ու մարգարեները կնքելու, ամենասուրբ փոխելու համար ու մասին է ասում։ Հստակ Հիսուսի մասին ու ժամանակով ասում է։ Իմացիր ու հասկացիր Երուսաղեմը դարձյալ շինելու հրամանը դուրս գալուց մինչև Մեսիայի իշխանը 7-յոթնյակ 62-յոթնյակը եւ դարձյալ պիտի շինվի հրապարակը Պարիս սպանեղ ժամանակում 62-յոթնյակից հետո պիտի Մեսիան մահով դատապարտվի, բայց ոչ թե իր համար։ Եվ եկող իշխանի ժողովուրդը պիտի փչացնի քաղաքը կոնկրետ մարգարեություն է այն ժամանակվա համար, որ Հիսուսը պիտի գա եւ պիտի դատապարտի մահվան, բայց ոչ թե իր անձի համար, իմ ու քո համար Աբրահամ, մեր բոլորի համար։ Դու պատկերացնում ես Դանիելը ստանում է ինչ գանձեր, որ այսօր ավելի շատ ինձ եւ քեզ է սապել։ Սա Դանիելին այդքան պետք չի։ Եվ կա էսխատոլոգիա, որը աշխարհի վերջաբանության մասին է։ Եվ շատ աստվածաբաններ նայում են, քննում են, եւ գիտես որտեղից է սկսում դրա հաշվարկը եւ ամեն ինչը։ Դանիելը հենց այս խոսքերից։ Բոլոր աշխարհի վերջի հաշվարկները, անգամ Հիսուսի գալուց դեպան այս 7-յակների հաշվարկից ասում։ Տես ինչ մարգարեություն է ստանում։ Աբրահամ բայց մեծ զարմանալի բաներ պետք է ասեմ։ Հաջորդ գլխի մեջ չբավարարված այսքանով Դանիելը ասում է, այս սուքի մեջ է 10 գլխի։ Մենք 21 օր 3-7 ծոմ են պահել։ Եվ ուզում եմ ավելի խորը հասկանամ ինչ է իմ Աստված ուզում իմ ժողովրդի համար ինչ է լինելու վերջ։ Այս Գաբրիել մարգարեն նորից գալիս է։ Ասում է Դանիել ցանկալի մարդ։ Հասկացիր վերջը ինչ է լինելու ու ավելի խորը տանում ավելի խորը բաներ, որոնք մենք հանդիպում ենք հայտնության գրքի մեջ, անգամ այն 7-նյակի կեսի մասը, կեսի սկիզբը, կեսի վերջը, ավերվածի պղծությունը տաճարի ծայրի վրա, որի մասին Տեր Հիսուսը 24 Մատթեոսում օրինակ է բերում, այնքան խորը բաներ է բացում, վերջում ասում է գիրքը փակի գրի քո օրերի համար չի, բայց ամենագեղեցիկը, որի վրա ուզում եմ կանգնեմ, ասում է այդ ժամանակ որ ծոմ էի պահում Առաջի ամսվա 24-րդ օրը մեծ գետի Տիգրիս գետի եզերքին էի, աչքերս բարձրացի եւ տեսա, ահա մեկ մարդ կտավ հագած եւ մեջքը գոտի կապած ոփազի ոսկուց, նրա մարմինը ոսկե քարի նման էր, նրա դեմքի կայծակների երևույթի պես էին, նրա աչքերը կրակի բոցի պես, նրա բազուկներն ու ոտքերը փայլուն պղնձի տեսքի նման եւ նրա խոսքերի ձայնը ամբողջի ձայնի պես։ Եվ ասում եմ, որ ես նրան տեսա եւ լսեցի նրա ձայնը, ասում եմ Երբ նրա խոսքերի ձայնը լսեցի, ես թմրած եղա անկա երեսիս վրա, երեսս գետնին էր։ Նույն բանը։ Նույն բանը ինչ տեսավ Հովհաննեսը հայտնության գրքի մեջ։
Իդեպ երբ որ Հովհաննեսը տեսավ Հիսուսին հայտնության գրքի մեջ, ինքը իր այն 3.5 տարի ճանաչած Հիսուսին չտեսավ, տեսավ Հիսուսին փառքի մեջ։ Եվ ինչ որտեղ նորմալ է Հովհաննեսը որ տեսնի փառքի մեջ Հիսուսին, բայց Դանիելը տեսավ նույն բանը, եւ եթե նույն տեղերը դնենք դրել նայել եմ, մեկ համապատասխանում այն նկարագրությունը, որ Դանիելը շատ խորը ոչ միայն ապագան տեսավ, ապա գնաց երկնքում Հիսուսին իր փառքի մեջ տեսավ։ Աբրահամ իսկ որտեղից է այս ամեն ինչը սկսում։ Գաբրիելն ասում է այն օրվանից, որ դու սիրտ տվեցիր հասկանալու եւ անձդ խոնարհեցրիր իմանալու, այն օրվանից ես եկա։ Այս պատմությունը բոլորը սկսեց նրանից, որ Դանիելը որոշեց իր սրտի մեջ ուղղակի չփախցել իրան։ Սերես, այս սկիզբը, որ սկսում է մեր կյանքում, ինքը տանելու է շատ ավելի խորը հայտնությունների մեջ եւ Աստված ճանաչողության մեջ։ Հավատացած եղեք, մենք սրա կարիքը միշտ ունենք։ Ամեն բան կախված է իմ սպասելիքից, ինչպես Դանիելն է սպասում եւ չէր բավարարում։ Էլի եմ ուզում։ Այ բալամ այն օրվանից, որ դու ուզեցիր, ես եկա։ Իդեպ ասում է 21 օր ինձ դեմ էր կացել Պարսից իշխանը, ու Միքայելը եկավ, հաղթեցինք եւ ես կարացա գամ ու քեզ ասեմ։ Հիմա էլ իշխան չկա, որ կարողանա դեմ կենա, որովհետեւ մեր Տեր Հիսուսը ունի ամեն իշխանություն երկնքում եւ երկրի վրա։ Նրան է տրված ողջ փառքը իրան։ Բայց ուզում եմ ասեմ, սիրտ, որին հավանում է Աստված կամ Դանիելի սիրտը, եթե ստացվեց, չգիտեմ ինչքանով ստացվեց, փորձել ցույց տալ, որ քո սրտի վիճակից կախված է, թե ինչքան խորը դու կմտնես Աստծո հայտնությունների մեջ։ Ու հավատա, ինչքան կմտնես, կտեսնես Հիսուսին իր փառքի մեջ, ինչքան կտեսնես Հիսուսին իր փառքի մեջ, դու կսնվես իրանից։ Եվ քո սնունդը ճիշտ աղբյուրից կլինի։ Եվ այն արդյունքը, որ այն գիրությունը, պարարտությունը հոգևոր որ դու կունենաս, կբխի այդ ճիշտ աղբյուրից ու քեզ կպարարտացնի։ Կօգտվես դու, կօգտվի շրջապատը։ Ամեն։ Մի խոսքել եմ ասում ավարտում ենք։ Վերջացնում խոստանում։ Եբրայեցիների 13-րդ գլխի մեջ sense մի հատ համար կա գրված, շատ ժամանակ կարդում ենք եւ այդ համարի մեջտեղի այդ իզյումինկան եմ ուզում ասեմ, այդ համով մասը։ Եբրայեցիներ 13-9-ում ասում է. «Կերպ եւ օտար ուսմունքներով մի տատանվեք, որովհետեւ լավ է, որ սիրտը շնորհքով հաստատվի, ոչ թե կերակուրներով, որոնցով ոչինչ օգուտ չունեցան նրանք, որ այսպես գնացին»։ 5 տակարանյան այդ ղևտական, այդ արողակարգային պաշտամունքի մեջ, գիտես, միշտ կային կերակուրային ինչ որ բաներ։ Ունեք մսի ինչ որ հատվածը, ալյուրից, գինուս, ցորենից եւ ամեն ինչի մեջ կա։ Եվ մարդիկ այդ արողակարգերը անում էին, այդ բերում էին, օգտվում էին դրանից, լցնում էին իրանց ամեն ինչը դրանով, բայց դա ասում է իրանց ոչինչ օգուտ չունեցավ։ Թող սիրտը հարստանա շնորհքով։ Ոնց է ասում, սիրտը հաստատվի շնորհքով։ Սիրելիս, թող քո սիրտը, որ Աստծո առաջ որոշում ունենաս, ճիշտ պահես, ամեն օր հաստատվի շնորհքով։ Եվ ինքը կտանի քեզ ճիշտ տեղ։ Տերը օրհնի։ Ես երևի փորձեցի sense արագ իմեջ կար։ Դու էսի հասցնել որ դու սա մեծ թեմ է։ Բարթան ջան, սա կարելի է երկու անգամ կրճատել, բայց երկու անգամ շնել, որովհետև իրոք շատ լիքը մտքեր կար, որ ես վստահ եմ, որ չհասցրեցի արտահայտել։ Բայց թույլ ես մեկ րոպեում փորձեմ ասել ինչ հասկացա նաև այս թեմայի մեջ։ Շատ ես ինձ համար լուրջ հայտնություն էր։ Ինձ համար եւ գիտես ճյուղավորված հետաքրքիր հայտնություններ կա սրա մեջ դու հասցրիր մինչեւ Քրիստոսին հայտնության, այսինքն Տիրոջի փառքի մեջ նա բացահայտեց Հիսուսի հայտնությունը Դանիելը Տերով, բայց մի շատ հետաքրքիր բան կա, երբ Տերը հայտնեց Հիսուսի մասին, երբ որ Դանիելը բարեխոսեց, ամեն ես մի հատ բան եմ ուզում ասել։ Հենց այդից հասկացեք Գաբրիելը եկավ ու սկսեց հայտնել։ Այդտեղից սկսվեց մի ուրիշ մակարդակ Դանիելի եւ Աստծո միջև։ Նայ, ես գիտես ինչ հասկացա, բարեխոսությունը դա չի, որ Տեր ջան, այս մարդու համար խնդրում եմ, որ մի բան անես։ Բարեխոսության մեջ այդ մեկացման, այսինքն ժողովրդի շրջապատիդ հետ մաս կազմելու իմաստ ունի, այսինքն դու քո եղբայրը համար չես աղոթում, որ Տեր դու իրանների, դու քո աղոթքի բնույթն է փոխվում, ճիշտ, ես էլ եմ դրա մեջ, այսինքն եթե դու նրան չներես, ես ներված չեմ զգաց, Աստված սիրտն է հավանում, դու նկատ, այդ դա է, նա արդար մարդու, տես ինքը իր մի աղոթքով մի ամբողջ ազգ փրկեց, բարեխոսական, բայց ոչ թե որ Տեր ինքը սխալ արեների,
ես դրա մեջ բաժին ունեմ այս իմաստով սա մեր խնդիրն է տես սա լուրջ հոգևոր արժեք է եւ եթե բառացի բոլոր իր այդ դաժե այդ բային համաձայն չլինեն չհասկանան ինքը հոգևոր աշխարհում ներկայանում է որպես իր ազգ հոգևոր աշխարհում ներկայացնում է որպես իր ազգ այո ես իմ ազգն եմ խնդիրը իմ ազգի խնդիրը դու ինձ համարում ես արդար դու ինձ համարում ես ես այն ինչ որ չեմ արել ինչ որ անցել եմ դրանով հավատարիմ եմ եղել բայց ես ընդունում եմ այդ մեղքը որ իմ ժողովուրդը արել է քո հանդեպ դրա համար ես այսինքն դա է հենց Աստծուն գրավում հա եւ ինչու Հիսուսի մասին որովհետեւ ինքը հասկացա որ Իրանից ավելի զորավորն է գալու որ ոչ թե ազգի մակարդակով այլ տիեզերքի մակարդակով է խաչվելու եւ բարեխոս լինելու սով Ես ուրիշ ես ախեմ որ կարողացանք տեղ հասցնել այս ամեն ինչը Աբրահամ ջան որտեվ ինձ էլ Աստված տեղ հասցրեց մենք Հիսուսի հայտնությունը իրականում կունենանք այն ժամանակ իրական հայտնությունը այն ժամանակ երբ որ մենք նույնականանում ենք մեր ժողովրդի համար մեր ժողովրդի համար նա այդ կարելի ասել քո ընտանիքի մակարդակով քո շրջապատի մակարդակով քո քաղաքի մակարդակով քո երկրի մակարդակով շատ ճիշտ դրա կարիքը այսօր շատ օրինակ իմ հայ ազգը ինչ որ սխալներ արել հիմա ինքն արել թե դու ես դրա մեջ ներառված համաձայնում չգիտեմ շատ ճղճիմ ձևով փորձեցի սա ես հասկացա չէ շատ ճիշտ ես ասում գիտես sense բան կա երբ որ մեկը մեղք է գործում ես իրան չեմ կարող խավեմ գիտենք խավություն կարա տիեզերքում անինա ով գին ունի դրա համար վճարված աշխարհում ոչ մի քահանա ոչ մի մարդ ցավում եմ որ մարդիկ դեռ մտածում են պետք է գնան ինչ-որ մեկին պատմեն որ ներում ստանան ներման զորությունը տրված է տիեզերքում մի հոգու ով վճարել է դրա համար ուրիշ ոչ մեկը չի կարա ներում տա բայց ես իրավունք չունեմ ինչ-որ մեկին ոնց որ ես կարամ խնդրեմ Տերը օգնի իրան Հովհաննեսն էլ է ասում եթե մեկը ոչ նենց ահավոր հանցանքի մեջ աղոթեք նրա համար որ Տերը ողորմություն անի նրան բայց այս ազգովի պարագան ինքը մի քիչ ուրիշ է քո ասած ես լրիվ հասկանում եւ ընդունում եմ եթե այսօր էլ մենք եկեղեցով կանգնենք բարեխոսական մեր ժողովրդի համար մենք արքունություն հաստատ կտեսնենք մենք սրա կարիքը ունենք եւ սա աշխատող մեթոդ է իզուր չի Պետրոս ասում որ գիրքը մեզ տրված է օրինակի տեղ եւ եթե նոր ուխտի սկզբունքներով ենք մենակ գնում հին ուխտում նույնպես սկզբունքներ կա որոնք գործում են որոնք աշխատում են Եվ Քրիստոսը նաև մեր համար որպես բարեխոս նստած հոր աջ կողմը սա նույնպես շատ կարևոր է երբ որ ես տեսնում եմ որ ես իմ համար ունեմ բարեխոս ես ուզում եմ իր համար էլ Տերը լինի բարեխոս նրա համար էլ լինի ես բոլորի համար կարամ գամ Աստծո առաջ եւ խնդրեմ որ Տերը օգնություն տա ողորմություն տա բոլորիս սա աշխատող տարբերակ է ինչու չօգտվենք դրա համար մենք մեր աղոթքաժողովներում ունենում ենք միանշանակ բանակի համար աղոթք երկրի համար աղոթք երկրի խաղաղության համար աղոթք արթնության համար աղոթք ես վստահ եմ որ բոլոր տեղերում էլ բոլոր քրիստոնեական համայնքներում իմանալով բոլոր տեղերում էլ դա անում են դա նորմալ է դա կա եւ Աստծո սպասելիքը կա դրան որ մենք հանդիսանանք մեր ժողովրդի համար որպես ներկայացուցիչ եկեղեցին դրա համար եկեղեցին ամբողջ աշխարհում միակ կառույցն է Տիրոջ արյամբ գնված անձեռնմխելի ու ամենազորավոր որը որ տուն է եւ դուր է բոլորի համար եւ բարեխոսական իմաստունին եւ բարեխոսական հենց իրան է տրված ես այսպեսի արտահայտություն եմ լսել մենք Հիսուս ունենք բարեխոս կարիք չունենք իրար համար բարեխոսելու լավ օքեյ Հովհաննեսը չի սխալվել աղոթեք իրար համար հիմա հարց ուրիշ մակարդակի մեջ բերենք իսկ եթե ասում ա որ դու Քրիստոսի պատկերին կերպարանակից պիտի լինեք միթե դա չի մտնում դրա մեջ Հիսուսի պես սրտացավ լինել բարեխոս այո դա էլ իր արդեն եթե Հիսուսին ենք նմանվում միևնույն է խավությունը իր արունն է միևնույն է ներումը իր արյան միևնույն է մենք ընդունում ենք այսօր որ ներում ենք ընդունում ենք այն ներումը որը 2000 տարի առաջ արել է այո մենք ընդունում ենք հավատքով այդ ներումը որը մեր ներկա անցյալ ապագա բայց դու ընդունում ես ոչ թե նրա համար որ դու միայն ներված լինես Դու ընդունում ես նրա համար, որ դու էլ ներման պատճառ լինես, դու էլ ներես։ Դու ոչ թե սենց ասենք նրա ներումը ընդունելու պատճառ կարամ լինի։ Նրա ներումը ընդունելու պատճառով դու ներում ես։ Նրա ողորմության պատճառով դու ողորմած ես։ Հա, միանշանակ, նա օրինակ է մեզ համար։
Դու ինքդ քեզ ողորմած չի քո հանդեպ որ դու լավ զգաս քեզ։ Այո։ Ընկալում ես ինչի մասն Հասկացա։ Իհարկե։ Գիտեմ թեմայի շեղվեցինք թե չէ, բայց իրոք ինձ համար հետաքրքիր մի հատ բան էլ կար, այս սրտի վիճակի հետ կապված։ Վերջերս լսեցի եւ մտորեցի, որ Լաուդիկիա եկեղեցում Տեր Հիսուսն ասում է, եկեղեցուն է ասում։ Ահա այս սրտի դրանը կանգնած եմ եւ թակում եմ, ով որ բացի ներս կմատնում, ուսից մտորում ենք ու հարց առաջանում։ Տեր Հիսուս, դու եկեղեցու խես դրսում։ Խե Տեր Հիսուսը դրսից թակում դուրը։ Բայց խի պիտի թակեր դուրը։ Հա, խի պիտի դրսից դուրսը մնացած է դուրը թակեր։ Այս հարցը ավարտենք։ Այո, թող հարց մնաս, եթե թեմա մտորեք դրա մասին։ Խի պիտի Տերը դրսում։ Ինչի չի պատկանում այդ սիրտը նրան։ Խոսքը անհատի չի ասում, խոսքը եկեղեցու։ Որ անհատու ասի, անհավատին կասենք, հա, դա անհավատը հələ Հիսուսի իր սրտի մեջ չկա, նորմալ է, ծեծումը։ Տերը օրհնի սերն է, շնորհակալ եմ Աբրահամ ջան, շնորհակալ եմ այս հնարավորության համար, որ նորից եմ ասում, այն հայտնությունները, որ Աստված տալիս է իրանց ծառայողներին, սա լավ առիթ է, որ գանք եւ կիսվենք, եւ մենք ենք շինվում, եւ մեր լսարանն է շինվում, թողեն ինչ Աստծուց է, ինչ Սուրբ Հոգուց է, դա հաստատվի բոլոր լսարանի մեջ եւ շինություն տա։ Տիրոջ փառքի համար, Տիրոջ արքայության համար, թողնված լինի բոլորի օրը մեր Տեր Հիսուսյանով, թողնված լինի բոլորի հոգեվոր ընթացքը, բոլորի ֆինանսների վրա բարգավաճում եւ օրհնություն եմ խոսում եւ ինչ դժվարություն, հիվանդություն կա, թող դուրս շպրտվի ամենակարող հաղթանակած մեր Տեր Հիսուսյանով։ Այդ ֆինանսների բարգավաճումը, որ Տերը քեզ տալու է, քո համար չի։ Քո աղոթքով ավարտենք։ Տեր մենք շնորհակալ ենք այսօրվա համար։ Տեր մենք շնորհակալ ենք այսօրվա համար, այս առավոտի համար, այս ժամերի համար։ Տեր շնորհակալ եմ այս հնարավորության համար, որ ունենք կիսվելու քո տված հայտնություններով, Տեր, որոնք մեզ քո Սուրբ Հոգուց շինում են եւ բարձրացնում են։ Տեր հատուկ աղոթում եմ Աբրահամ եղբորը ստուդիայի ֆինանսական ընթացքի համար եւ խնդրում եմ, որ մենք բոլորս սրտներս բաց լինենք աջակցելու այն ամեն ծրագրին, որը քո արքայությանը շահաբերում են, Տեր։ Եվ թող ամեն բան լինի քո փառքի համար եւ եթե մենք մի ձևի սիրուն երևացինք Տեր մի ձևի լավ երևացինք չգիտեմ Աստծո խոսքը լավ իմացող Տեր խնդրում եմ ների որ որևէ մեր սրտի որևէ մի անկյունում մեզ որևէ բան չվերագրի ես հրճակում եմ եւ հայտարարում եմ եւ ասում եմ ողջ փառքը պատիվը մեծությունը Տեր Հիսուս Աստծո որդի մեռելներից հարություն առած կենթանի ողջ Տերերի Տեր թագավորների թագավոր մորթված գար, որ կենթանի ես հավիտյան, մեր փրկիչ ողջ փառքը պատիվը քեզ լինի, հանուն հոր որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Ամեն։ Փառք Փառք Տիրոջը։ Ամեն, փառք Տիրոջը։ Բարդենախ շատ շնորհակալ ենք, շատ լավ, իրոք շատ լավ թեմա եւ գիտես մի տեսակ նկատեցի, որ թեման կիսատ մնաց։ Կիսատ ասելով դեռ շատ բաներ պետք է որ կարելի է շատ բաներ տեսնել դրա համար ես կողոպտել որ դուք էլ մոտեք այդ գրքի մեջ շատ բաներ տեսնեք հենց դա է ուզում ասել այն կիսատն դուք գտի ինչ անենք ամեն ինչ չենք ասելու չէ գտեք եկեք կիսվեք եկեք կիսվեք մենք էլ ձեզնից կողոպտենք այո ավետ դու թեմա տվեցիր մեզ դու մտածելու խորհելու եւ թող դա եռա մեր մեջ ամեն եռման process-ում է որ կերակուրը համեղ է դառնում եղբայրս Տեր օրհնի շնորհակալ եմ պես Աբրահամ Ափսոս ես այդ թեմանա շատ երկար է տևելու ես վաղն էլ քեզ կհրավիրեի ես էլ չգիտեմ ոչինչ դեռ ունենանք այո շատ անգամներ վաղն շնորհակալ ենք օրհնված հաջողված եւ պատխաբեր եղի եղբայրս սիրելի քույր եղբայրներ այսպեսին էր մեր եթերը այսօր իսկ մենք կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին Մարանաթա Տերը շուտով գալու ամեն